Ողջույն բարեկամներ։ Այսօր ինքնաճանաչում ֆորմատով մենք խոսենք հայագետ հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան։ Բարև ձեզ, հարգելի Վարդան, բարև ձեզ, պարոն Հակոբյան, շատ ուրախ եմ հրավերի համար, շատ շնորհակալ եմ։ Արեք մի անգամից ձեզ պայմանավորվենք։ Ես կասեմ Հայկ, դուք հանգիստ ասեք Վարդան։ Պայմանավորվեցինք։ Հա, Հայկ ջան, ես հիշում եմ, որ մեծ ծրագիր ունեիր հայագիտական դպրոց ստեղծելու մասին, այդ վերաբերյալ ես երկար ժամանակ սպասում եմ նորության, բայց դեռ ոնց որ նորություն դեռ չեմ կարողանում գտնել։ Մեզ ասա մի քիչ լուսավոր այդ մասով եւ բայց հաղորդումը սկսենք ինքնաճանաչումով, էլի։ Մի քիչ պատմես քո արմատների մասին, որովհետեւ ես գալիս։ Սիրով, երևի արմատներից պատմեմ, որտեղ ամեն ինչի հիմքը արմատներն են, հետո Այո։ անդրադառնամ դպրոցին հայագիտական։ Ես ծնվել եմ Երևանում, չնայած այն հանգամանքին, որ հորս կողմը Լոռվա աշխարհից են, ավելի կոնկրետ հնում Կալինինո են անվանում, այդ Ստեփանավան, Սառնախբյուր, Տաշիր հատվածներն են, այս բոլոր կողմերի հետ կապ կա, այսինքն մաման պապայի այդ մի կողմից, պապիկը մյուս կողմից, բայց պապիկին իհարկե չենք տեսել երկրորդ աշխարհամարտի հայ ուրեմն զոհված մարդկանցից մեկն է։ Հորս արմատները իմ տեղեկությունով Ալաշկերտ են։ Ալաշկերտ եւ իրենց ֆրանկներ են ասել, այդ էլ ասեմ, որովհետեւ մենք մեր հայության մի հատված ունենք, որոնց ֆրանկներ են ասում, թեև դա չի Միջնամակա է խանգարում։ համարը, չէ՞։ Այո, թեև դա չի Ակտիվ խանգարում։ կողմերն են կարծեմ ապրում։ Այո, Ահա։ չի խանգարել, որ ես զբաղվեմ հայագիտությամբ եւ աստվածաբան լինեմ կրթությամբ, որովհետեւ ֆրանկներին ասում են նաեւ անհավատ, չգիտեմ նման բաներ, թեպետ ես այդ բանը չեմ եղել այդ միջավայրի մեջ, էլի Իսկ երբեք ինչ չի են եղել։ ասել, Ես որովհետև կարծում եմ դա ինչ որ հատվածի հայեր, որոնք որ կաթոլիկ եկեղեցու հետ առնչություն են ունեցել, ստերի հայերը իրենց այդպիսի պիտակ են տվել, որտեղ Ֆրանկը էպոսում էլ Բաբը Ֆրանկ որ ասում են, նկատի ունեն Հռոմի պապ։ Ֆրանկ արտահայտությունը կապ ունի կաթոլիկների հետ, այսպես ասած։ Եվ այդ մասով պիտի ասեմ, որ այո, կապը կա, հորական տատիկիս մեծ պապը Մխիթարյան միաբանության հոգևորական է եղել, Տեր Անտոն անունով, եւ դրա համար տատիկի օրիորդական ազգանունը Անտոնյան է։ Ինձ համար դա պատիվ է, որովհետև որևէ հայ, որը հայությանը, հայկականությանն է ծառայել, դա արդեն մեծատառով հայ է եւ մենք Մխիթարյան հայրերի մասն եմ իհարկե ասում, Մխիթարյան միաբանության հայրերը իսկապես նրանց մեջ կան մեծատառով հայեր։ Մամայի կողմը, ինչպես։ այսինքն հետաքրքիր բան է, խառնուրդ արձանում։ Այս պարագայում Ֆրանկը նաև միամիտ լոռեցի է։ Այո, այո, Ֆրանկը միամիտ լորեցի, այդ միամտությունը ավելի շիտակ է, թե ասեմ, պարզությունը ես պապայի մեջ ամբողջ կյանքում ինչքան հասցրեցի տեսա, տարիքային տարբերությունը բավական մեծ էր իմ ու հայրիկի, ինձ փաստորեն լույս աշխարհ եմ բերել, երբ որ պապան արդեն 40-41 տարեկան էր, փոքր եղբորս եւս 7 տարի անց, եւ ցավը այն է, որ ժամանակ քիչ ես ունենում գիտակից կյանքում ճանաչելու սեփական հորդ ու շփվելու, բայց այդ ժամանակը հնարավորինս օգտագործել եմ ճանաչելու։ Իրեն շատերը գիտեն նկարիչ, կերամիկ եւ փաստորեն մանկատանն է մեծացել հայրս, Քյավառի մանկատանը, որովհետեւ երբ որ զոհվում է ուրեմն պապիկը, տատիկը թե հորս, թե հորաքրոջս, չգիտեմ ինչ հանգամանքների բերումով հարկադրված հանձնում է մանկատուն։ Դա մի մարդ էր, նա մի մարդ էր, որ կերտել է ինքն իրեն, գալիս Երևան, աշխատում է եւ զուգահեռաբար ընդունվում Գեղարվեստաթատերական ինստիտուտ, կերամիկայի բաժին, թեպետ ինքն իրեն այսպես բացարձակ գեղանկարիչ էր համարում եւ նաեւ շատ ուժեղ վրձին ունի, այսպես գովեստով չեմ ասում, իր ընկերների խոսքերը եթե մեջ բերեմ։ Մորս կողմը ապարանից են, այդ միամտությունը բազմապատկենք, բայց մուշից եկած, ապարանում հիմնական մուշից են եկած, մշոցիներ։ Եվ այդպես Երևանում հանդիպել են այն ժամանակ, երբ որ հայրս եղել է թատրոնի բեմանկարիչ ու բեմի վրա տեսել է մորս դեր խաղալուց,
Ո, Մի կարճ ժամանակ ինձանով հղի էլ շարունակել է բեմի վրա խաղալ, մինչև հորս մեջ այն ժամանակվա հայ տղամարդուն բնորոշ ձայնը խոսել է եւ ասել է արի նստի տանը, մայրություն արա, տնային տնտեսու եւ այլն, այդպես։ Երկուսն էլ շատ բացառիկ ինչ որ առումով իրարից տարբեր մարդիկ էին, երկուսով էլ հպարտանում եմ, հիանում եմ եւ երևի ամբողջ կյանքում սովորելու բան ունեմ, անկախ այն բանից, որ հայրս երկրային ճանապարհին 16 թվականից այլևս ինձ հետ չէ։ Եվ կարելի է ասել արդեն անդրադառնալ դպրոցի թեմային, որ իրենց հա, հաջողվել է իմ մեջ սերմանել խելագարվելու աստիճան հասնող մեծ սեր դեպի գիրքը, եթե ինձ ասեն քո հանգիստը ոնց ես պատկերացնում, իմ հանգիստը ուր ուզում ա լինի, ծովափին կլինի թե անտառում, բայց գիրքը պիտի լինի պարտադիր եւ ես առ այսօր հասցնում եմ կարդալ։ Եվ այդ կարդալու ընթացքում արդեն պատանեկան տարիքից որևէ գրքի մեջ որ տեսնում եի հայի մասին հիշատակություն, ինչ որ մի բնազդով, երևի գիտեք ինչից էր գալիս, որ այն ժամանակ ֆիլմերն ավարտվում էին, տանը ասում էին նայի հայկական ազգանունով մարդ մուլտֆիլմի վերջում շատերիս դա բնորոշ է, այդ մտավ իմ մեջ եւ ես նշում էի անում մատիտով, որ այստեղ կա հայերի մասին, Հայաստանի մասին, հայկականության մասին տեղեկություն։ Ու հետո ցավով հասկացա, որ հայագիտությունը որպես այդպեսին մեր երկրում անկախության շրջանում մասնավորապես լուրջ հիմքերի վրա դրված չէ, եղան մարդիկ, ովքեր ոգևորվեցին այդ գաղափարով եւ առ այսօր ոգևորված են, հող ձեռք բերեցի, որի վրա ուզում էի կառուցել հայագիտական դպրոց, բայց դպրոցը միևնույն է շենքը չէ, պատերը չէ, այլ այն կրթական ծրագիրը եւ մարդիկ, ովքեր փոխանցում են գիտելիքը, այս պայն հողի կարգավիճակի փոխելուց մինչև շինություն կառուցելու խնդիրներ կան, որոնք յուրաքանչյուր Հայաստանում ապրող մարդ գիտի թե ինչ աղետալի խնդիրների հետ են կապված, բյուրոկրատիա, երբեմն ցավով ասում եմ Հայաստանի բյուրոկրատական հանրապետություն եւ դեռևս չենք ազատվում այդ թղթաբանությունից, որը ոչ միտեղ չի տանում։ Առաջ Աստված կլինի։ Օրինակ, երբ որ արարչագիրը նախատեսեցինք հրատարակել մեր մեծ ջութազնավեպի 40 ճյուղերը, մարդիկ կային, որ նախավաճառքի փուլում միացան, բայց կեսից չէին հավատում, որ կանենք, բայց փառքով փառք նախ են մեծերին, ովքեր այդ ամեն ինչը թողել էին մեզ, մեզ էլ խոնարհաբար ասենք, որ ստացվեց, լույս տեսավ գիրքը։ Ես հավատում եմ, որ այն ամեն ինչի մեջ կա նախախնամություն եւ մարդկային նվիրում, ինքը վաղ թե ուշ կյանքի է կոչվում։ Առաջ Աստված դուք էլ կլսեք ու կուրախանաք այգ հայագիտական դե դպրոցի սպասում ենք, սպասում ենք։ կառուցումով։ Այո, Այն որ ասում եք ֆիլմերն էինք նայում, մուլտիկներն էինք նայում, հա, մուլտֆիլմերը վերջում հայ ազգանուն փնտրելու համար, ես էլ էի դալով տարված ու որ ոչինչ չգտնեի, ես վստահ եմ, որ վերջում, հա, կամ կոմպոզիտորը կամ դիրիժորը անպայման պետք է հայ լինի։ Եվ հիմնականում բոլոր սովետական ֆիլմերը ձայնագրել է Էմին Խաչատրյանը որպես դիրիժոր, որը Արամ Խաչատրյանի եղբոր տղան է։ Ես ամբողջ կյանքում կարդացել եմ իր անունը եւ ճակատագիրի նախախնամությունը բերեց կոնսերվատորիայում իր դասարան, իր դիրիժորության հրաշալի, հրաշալի։ դիրիժորության ուսուցիչն է եղել, ասում ու ես սենյակում տեսա այն հսկայի բարի իսկական իմաստով են հսկայի ում անունը ամբողջ կյանքս փոքր ժամանակից երբ որ արդեն կարողացել եմ ռուսերեն կարդացել միշտ կարդացել եմ բոլոր սովետական ֆիլմերի եւ մուլտֆիլմերի որպես ձայնագրող դիրիժոր դե իհարկե Տալիվերդի է Բաբաջանյան Խաչատրյանի անունը մշտական է եղել ինչ որ է ես ուզում եմ հարցնեմ ձեր դպրոցը միջև ֆիզիկական դպրոցը լինելը դուք ունեք օնլայն կամ այլ տարբերակներ աշխատում եք այդ ուղղությամբ Այո, այո, Վարդան ջան, ունենք եւ դա արդեն ավելի քան 7-8 տարվա պատմություն ունի։ Եթե չչափազանցեմ 400-ից ավել շրջանավարտներ ենք տվել։ Իրենցից որոշները շատ-շատ արժեքավոր գործեր են արել այս դաշտում։ Սաներից մեկի կողմից հիմնվել է ռադիոհեքիաթ նախագիծը YouTube-ում, որտեղ թվայնացված են մեր էպոսի անգամ պատումները բոլոր ժողովրդական հեքիաթները հենց բարբառով, մեկ այլ մեր հայրենակից Բելգիայից գրեց հեքիաթներ, որոնք շատ թումանյանահոտ են եւ հրատարակվեց։
Եվ իրենք իրենց նպաստը բերում են։ Հիմա մենք անում ենք on-line ձևաչափով դասընթացները, ակումբի ֆորմատի ենք բերել, ամիսը 1-2 հանդիպում, որովհետև արանքում կա առաջադրանք կարդալու գրքեր, այդ թվում գրքեր, որոնք իսպառ բացակայում են այսօրվա գրադարաններում եւ չեն էլ վերահրատարակվում։ Միանում են Սփյուռքից, Հայաստանից, երբեմն նաև իրական հանդիպումներ են անում։ Այդ դասընթացները ծառայում են ինչպես ինքնաճանաչողության ազգային իմաստով, այնպես էլ անհատական իմաստով, եւ թերևս միջանկյալ մի բան են հոգեբանության, միստիկայի եւ հայագիտության միջև, եւ դրանից պետք չի խուսափել, եթե օրինակ վերցնենք հոգեբանության հայրերից Յունգին, ապա Յունգի աշխատությունների կեսից ավելին բառի բուն իմաստով էզոտերիկ թաքնագիտական բնույթ են կրում։ Չի կարելի հին առասպելը, հին ծեսը, հին մտածողությունը անտեսելով կառուցել նորը, եթե լուրջ բան ես կառուցում։ Հետևաբար դպրոցը գործում է եւ գրքեր է հրատարակում, եւ կրթական ծրագրեր է մշակում, որը հասցնում ենք արդեն պատրաստի մենք դնում ենք հայ մարդու սեղանին, որը ոչ ուրեմն ընթացքի մեջ է։ Այդ էզոտերիկայի մասով ես այն որ մարդիկ հիմա կոչում են էզոտերիկա, իմ համար վաղուց այդպես բան գիտություն գոյություն չունի, դա էզոտերիկա չի, դա հեքիաթ չի, դա գիտություն է, դա իրականություն է, ուղղակի մարդիկ չեն հասկացել, դրա տակ չեն ունեցել ֆիզիկական ապացույցներ, այդ ամեն ինչ կոչել են էզոտերիկա, բայց էզոտերիկ ոչինչ չկա, ամեն ինչի տակ կա գիտական արդեն ապացույցներ, մի քիչ ուղղակի եթե պրպտեն մարդիկ Այո, հիմա այո։ դուք որոշակի ինչ-որ կայք բան ունեք, որ մարդիկ կարող են գտնել ձեզ։ Թեպետ AI-ը հիմա հնարավորություն տալիս է շատ արագ որակյալ կայք ունենալ, ամեն ինչ ավելի հեշտացել է։ Կայք դեռ չունենք, բայց ունենք էջեր Մարդիկ YouTube-ում։ ինչպես են ձեզ գտնում։ Նույն այս գործիքով հրաշալի, եթե տեսակ հանդիպում է Zoom-ն ենք օգտագործում, բայց Ահա, գտնելու համար ունենք մեր այգի էջերը, Facebook-ում, Instagram-ում, YouTube-ում, այսինքն շատ իդեպ շատ էֆեկտիվ են, սոցցանցերում մարդիկ կարողանում են ուղիղ հարց ուղղել, տեսնել մեր հայտարարությունը, հրապարակումը եւ այլն։ Ու մենք անդրադառնում ենք թեմաների եւ մարդկանց, որոնց որևէ այլ պարագայում ոչ ակադեմիական կրթությունն է անդրադառնում, ոչ էլ հոգեվոր եկեղեցական։ Օրինակ Գյուրջիևի անձը կարծես պիտի ուղակի մոռանանք, բայց աշխարհում հիշում են խմբավորումներ, ինստիտուտներ կան, կամ Մամուր Ֆաթիմի ենք ունեցել, կամ Թորգոմ Սարայդարյան ենք ունեցել, կամ մարդիկ ենք ունեցել, որոնք շատ մոտ են եղել կանգնած այլ միստիկների, այլ ազգի, ես բոլորին իդեպ Թումանյանը որպես մեծ միստիկ ու էզոտերիկ չի ուսումնասիրված, Աղայանը ես երկերն եմ կարդում ցնդելու մեծություններ են։ Նույնը կա նկարիչների մեջ Կոմիտասի մասին Սևակն ասում է մոգում է աստվածային Կոմիտասը։ Մոգել բառն է օգտագործում, ինչքան հետաքրքիր է։ Թումանյանի Լորեցի Սակոն հենց հենց դրա մասին է։ Լորեցի Սակոն ուղղակի մարդիկ չգիտեն ինչի մասին է, բայց Ես եթե համարում եմ շեդևր համաշխարհային։ երբ Եթե Էդգար Ալան Պոյի սարսափ գործերին կարող է գերազանցել։ եւ հարցեր է տալիս, պատասխաններ է տալիս, թե մարդը հոգեվիճակին ոնց է հասնում եւ ոնց Այո, մարդը կարող է ինքնաներշնչմամբ հասնի խելագարության եւ հակառակ, այսինքն նշանակում է դա հակառակել կարող աշխատի, չէ՞։ Ուղղակի մենք իհարկե։ կարծում շատ ժամանակ չենք տենում իրականում ինչ է գրված։ Այո։ Շատ մեծ է Թումանյանը, Սևակը, մեր մյուս գործիչները, կա դպրոցը, մարդիկ, ովքեր ուզում են միանալ մեզ եւ եղանակն են գտնում, ովքեր ուզում են աջակցել կամ գիրք գնել այսօր մի հրաշալի հայ մարդ նահանգներից, ասես ես ձեր հրատարակչության 4 գրքերն էլ ուզում եմ գնել։ Փոստային առաքման արժեքը բան, թող բան չհնչի, եւ դրանով ինքը արդեն օգնեց, որ մենք շարունակենք մյուս գիրքը հրատարակենք։ Շատ լավ։ Հիմա ալեք ես այդ փոքրիկ իմ ներդրումն ունենամ այդ ամեն ինչի մեջ։ Դուք տվեք ձեր կայքերը, որտեղով դες կարող եք գտնել։ Եվ ես կտեղադրեմ ես մեր տեսանյութի տակ։ Անչափ շնորհակալ եմ։ Եվ ես ընդհանրապես երեկվանից մտածում եմ, որ քանի որ տեսալիքը դիտում են ոչ քիչ թվով մարդիկ եւ հիմնականում ինտելեկտուալ բարձր մակարդակում ունեցող մարդիկ, որովհետեւ TikTok նայողները ժամուկես չեն նստի հաղորդում նայել, էլի դա ես ձեզ վստահեցնում եմ, հա։
Ի Այո, սկզբում մեկ էլ չէր հավատում, որ ինչ-որ մի շերտ կնստի ժամ ու կես կամ մի ժամ հաղթում կնայի եւ իմ արածը ավելորդ է։ Ես երբեք ոչինչ չեմ լսել ոչ մեկի, միշտ արել եմ ինչ որ ես ճիշտ եմ գտել ու այսօր ես կարող եմ ապացուցել, որ ում որ պետք է դա լսում եմ։ Եվ այս երեկվանից ես անընդհատ մտքիս մեջ մտածում եմ օգտակար լինել բոլոր այն մարդկանց, այն գործիչների, որոնք հայագիտական, հայանպաստ, հայապահպանական ինքնաճանաչմանը ուղղված գործունեություն են անում եւ իմ այս հարթակը օգտագործել իրենց օգտակար լինելու համար։ հրաշալի գաղափար է։ Ես ճիշտ ասած հիմա չեմ պատկերացնում ոնց, բայց եթե առնվազն գոնե կարող եմ այդ մասին ասել, այդ լինքերը դնել, ասենք նկարագրության բաժնում, ում պետքա մտնի, գտնի, միջև ասենք ինչ-որ մի ձև ավելի կորոշենք, կմտածենք ինչ որ ֆորմատ, որ ավելի դիպուկ լինի այդ օգնությունը։ Ամեն դեպքում այդ որոշումը արդեն կայացել է եւ այսօր կսկսենք հենց ձեզանից։ Եթե մեզ նայում են մարդիկ, որոնք ունեն առաջարկություններ, հա, ծառայություններ, որոնք ուղղված են հենց դրան, հա, ես սիրով կտրամադրեմ իմ հարթակը ձեր գործին, ավելի ճիշտ մեր ընդհանուր գործին օգտակար լինելու համար։ Առանց ֆինանսական հետաքրքրություն հետապնդելու, սա ի սկզբանե ասեմ, որ չիմանան ես պրոդուկտ եմ վաճառում։ Չէ, իմ ամենամեծ պրոդուկտը, որ ես ուզում եմ ստեղծած լինել, դա պետականությունը, գրագետ հայ մարդն է, ինքնաճանաչված մարդն է, որը ես կարծում եմ, որ դա անհաղթահարելի խոչընդոտ է ինքնաճանաչված մարդը մեր թշնամիների համար։ Ինչ կասես այդ։ Մենք որ ասում են երկու ձեռքով կողմ եմ, նախ եւս մեկ անգամ շնորհակալ եմ այդ պատրաստակամության համար, բացի հղումներ դնելը օգնության ձև է նաև այն, որ մենք հիմա զրուցում ենք փաստացի իմ գործունեության մասին եւ մյուս հյուրերն էլ կարծում եմ նման հնարավորություն կունենան, գոնե հակիրճ անդրադառնան ինչ են անում եւ ինչպես կարող են մյուս հայ մարդիկ օգտակար լինել։ Իսկ ինչ վերաբերում է ինքնաճանաչողություն չունեցող մարդուն, գիտեք, ոնց ես հասկացել եմ բժշկության մեջ քաղցկեղի բջիջները հենց ինքնաճանաչողությունը կորցրած բջիջներն են։ Իրենք իրենց չեն նույնականացնում այդ օրգանիզմի մյուս բջիջների հետ եւ ծնվում է մի աղետալի հիվանդություն։ Եվ որևէ ազգի մեջ այն հատված, որ ինքնաճանաչողություն չունի, այսինքն իր կենսակերպի որևէ մի բանը հայկական չէ, երաժշտությունից մինչև ֆիլմը եւ գրականությունը եւ մտածողությունը եւ անգամ լեզուն, անգամ չէ, հատկապես լեզուն։ Այդ մարդը մեծ հարցական է, մենակ Յան վերջացանց ազգանվան փոչում ունենալով արդյոք հայ է եւ ինչ կարող է ընդհանրապես ինքը բերել հայությանը։ Հուսանք, որ չարիք չեն բերի, գոնե այդպես ամոր գոյություն կունենան։ Հայ մարդը պիտի ձգտի էլ ավելի հայ լինել։ Շատ կարծում եմ տեղին կհնչի, որ մենք հայ ծնվում ենք, անշուշտ, բայց նաև մենք հայ դառնալու ճանապարհ ունենք անցնելու, որտեղ հայ ծնվելը դա հնարավորությունն է, սերմը առողջ։ Եվ եթե մենք չդնենք ջրի մեջ, չդնենք հողի մեջ, չջրենք եւ չխնամենք, ապա ինչ հայ կլինենք, չէ՞ որ մենք հայ ասում ենք Կոմիտասին, Հովանես Այվազյանին, Այվազովսկուն, Արշիլ Գորկուն, Վիկտոր Համբարձումյանին, Արամ Խաչատուրյանին, Մարշալ Բաղրամյանին, իսկ ով է ասել, որ պիտի այդպիսի հայեր ունենանք միայն անցյալով հպարտանալու համար, եւ ժամանակակից 2-3 հոգի, ասենք թե լուսահոգի Շարլ Անձնավուրն էր, մյուսը, բայց մեզ պետք է որ աչ ու ձախ այդպիսի հայեր լինեն, բոլոր ոլորտներում։ Ու հավատացնում եմ ձեզ, այնքան քիչ են, որ իրար նախանձելու հարց չլինի։ Խոսում ես թատերական գործիչներից, մեկ էլ ասում է, գիտես չէ, բայց ինչ նախանձ ժողովուրդ են, իրար չեն ուզում մեկը մյուսին առաջ գնա։ Խոսում ես գրողներից, ասում են, գիտես չէ, ինչ գրող բան են, նախանձ ժողովուրդ են, չեն ուզում առաջ գնա։ Այ եղբայր, աշխարհը ձեր առաջ է արդեն։ Դուք լավ ֆիլմ նկարեք, աշխարհը կգնահատի, լավ գիրք գրեք, աշխարհը թող գնահատի։ Մի սահմանափակվեք մի փոքր գյուղաքաղաքով կամ քաղաքով։ Լավ կոմպոզիցիա գրեք կամ օպերա, բալետ ստեղծեք, ամբողջ աշխարհը թող գնահատի։ Եվ հետեւաբար անշուշտ համամիտ եմ, եթե ինքնություն չկա, Հարցս դա հետո դեռ նշանակում է, որ այդ մարդը չկա։ արդյոք ձեր նախկին Ես լրիվ համաձայն եմ այն հանգամանքը, որ ասացի ինքնաճանաչումը կորցրած բջիջը դա այն քաղցրային բջիջն է, այդ բացատրությունից հետո կարող էինք մենք հրաժեշտ տալ մեր լսողների
Շնորհակալություն ես խոսքից, ես բացատրությունից հետո կարելի է անջատել Իգնաչյանը համարել ավարտված, այո, որովհետև որ դες շուրջը նայում եք, ովքեր են բացում մեր պետությունը, իրոք ակնհայտ դրանք ինքնաճանաչումը կորցրած քաղցկեղային բջիջներն են, որոնց համար Նժդեհը ֆաշիստ է, որոնց համար Կոմիտասը հին է, որոնց համար Արարատը սիմվոլ չի, որոնց համար հայ լինելը դա ստդուկ տզրուկ լինելն է, հա, դրանք ինքնաճանաչումը կորցրած բացիլներն են, քաղցկեղային բջիջները։ Ես հիմա ավարտում եմ հաղորդումը։ Շնորհակալություն լավ մնացեք։ Շատ լավն էր, արժանի ավարտ։ Այստեղ կարող է ավարտվել։ Այո, այո։ Այստեղ կարող է լինել ձեր գովազդը, բայց Առնվազն գովազդային դադար կարող էր գովազդը մտնել։ դա ուխ մի ջուր խմես Թող գովազդային։ հաշվի առնեն ունկնդիրները։ Վարդան ջան, կարող է մի մեծահարուստ եւ հայանպաստ մարդ ասի եկեք աջակցենք այս նախագծին, սենց լավ պահերին էլ ինչի՞ չէ իմ գովազդը լինի, էլի։ Ես ասեմ միքսեր էլ ավելացնեմ, էլի, եթե մեկը համարում է իրան հարուստ ու հայանապաստ գործերին ինքը աջակից չի, ուրեմն ինքը դեռ հարուստ չի։ Իհարկե։ Որովհետև հարուստ, այո, դե հարուստ լինել մի քիչ ավելի լայն հասկացողություն է, ինչին է ծառայում քո հարստությունը, եթե ոչ հայանապաստ գործերին։ Նշանակում դու կամ հասունացած չես, կամ այդքան էլ հարուստ չես, դա քեզ հնարավորություն տանք Այո, հարստանալու այո, այո։ օգտակար ես մեր գործերին բոլոր։ Իմ ջերոց ինձ շատ են գրում, որ մեկ-մեկ իմ հաղորդումները թարգմանվում է իրենց տարածքներում ուրիշ լեզուներով, հա, որ սուբտիտրներ են գալիս կամ չեն գալիս։ Ես դες պետք է ասեմ, այդ հարցերը ես չեմ կարող կարգավորել, որովհետև ես դնում եմ զուտ տեսանյութը եւ YouTube-ը ըստ location-ների, ըստ ձեր երկրների եւ ձեր կարգավորումների կարող է մտցնել AI թարգմանությունները, ըստ արհեստական բանականությունը մտածելով, որ հաղորդումը ռուսերեն է, բայց դուք ֆրանսերեն խոսացող եք, վերցնի արհեստական բանականությունը թարգմանած տածերը։ Դրա համար խոճապի պետք չի մատնվել։ Մտնում եք կարգավորումներ, ընտրում եք օրիգինալ լեզուն։ Վերջ։ Settings կա, չէ՞, կարգավորումներ, настройки ոսը։ Մտնում եք օրիգինալ լեզուն կամ սուբտիտր եք ուզում, խփում եք սուբտիտր։ Ցանկացած լեզվով թարգմանում է։ Ես հատուկ ստեղից ոչի բան չեմ անում։ Ես դնում եմ մաքուր վիդեո, թե YouTube-ը ձեր տարածքում ոնց դա կմեկնաբանի, այդտեղ արդեն իմ տիրապետությունից եւ հնարավորություններից դուրս է, սա ուղղակի հիշեցման կարգով։ Այժմ դու հայագետ, հեքիաթ ասած, ամենտեղ ճշմարտությունը փնտրող ամեն ինչի մեջ զուգահեռ անցկացնող մեր արդյունավետ կյանքի հետ կապված, հա, որովհետև վստահ եմ, եւ դու առաջիններից մեկն ես եղել, որ այսօրվա մեր խնդիրների լուծումն ու բանաձևերը տեսել ես հեքիաթների մեջ ու դրա մասին բարձրաձայնել ես, ես ինքս երկար ժամանակ հետևել եմ ու բավականին բաներ քեզանից եմ լսել սովորել, մասնավորապես Սասնածռերի էպոսի դաստիարակչական մասը, այս այդ գիրքի իմ ունեմ, իմ ձեռքի տալքի գրքերից մեկն է, շատ բարձր եմ գնահատում քո աշխատանքը, ու մեկ էլ ես վերջերս իմացա, որ այս ամեն ինչը թողած դու քո մասնագիտությունը, ես իմ մասնագիտությունը ընկել ենք մի տարածք, որ մեզանից պետքա որ հարյուրավոր կիլոմետրներ հեռու լիներ, որովհետև դա մասնագիտական ոլորտ է, քաղաքականություն ամեն դեպքում էլի։ Ես միշտ համարել եմ, որ այնտեղ կան մասնագիտացված, փորձառու, խելացի մարդիկ, որ ինձանից լավ պիտի անեն այդ գործը, եւ դա իմ տեղը չի, ես կարող եմ ընդամենը հետևել, օգնել, կարծիք ունենալ, որպես քաղաքացի, բայց ոչ երբեք սենց էլի դրանից ավել ղեկ վերցնել, հա, ինչ որ չգիտեմ։ Եվ դու փաստորեն այս ամեն ինչը կողքի դրած, այն կարևոր միսիան, որ դու քո վրա վերցել ես ինքնական, դու նաև քեզ նետել ես մի դաշտ, որտեղ կարող ես ամեն ինչ տեսնել, ամենակեղտոտ բաներից սկսած։ Ես պատկերացնում եմ, որ քո նուրբ հոգին մեկ-մեկ կարող է խոցվի դրանից։ Ինչպես իննա մեկ-մեկ խոցում, բայց ոչ մեկ այդ մասին չգիտի։ Գիտեն, որ ի վրա ոչինչ չի ազդում, հա։ Բայց ուղղակի ես կարողանում եմ լավ ցույց տամ, որ ի վրա չի ազդում, բայց մենք բոլորս մարդ ենք։ Ինչի հայք։ Վարդան ջան, շնորհակալ եմ հարցի համար։ Իսկապես ես կյանքի այս փուլում բազում անգամներ խուսափելով մուտք եմ գործել քաղաքականություն, դառնալով մասը Հայաստանի Շնորհապետական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ եմ։
Ինչու հարցին հիմա կպատասխանեմ, բայց այդ նուրբ հոգին խոցվելու անալոգիան ինձ շատ դուր եկավ ու ես այդ պահին տեսա մեր զինվորին, որը սահմանին էր խոցվում ու հասկացա, որ մենք էլ եթե սահմանին չենք խոցվում, բայց հանուն պետականաշինության, հանուն մեր տեսակի հոգին կխոցվի, թե սիրտը կխոցվի, եւ մինչեւ անգամ իհարկե ֆիզիկապես խոցվելուց էլ պիտի ասում եմ գետը մտնողը թրջվելուց չի վախենում, չպիտի խուսափենք։ Ինձանով ես երբեք չեմ առաջնորդվել շահով, դա սկզբունքորեն դեմ էր այդ որ ասում եմ մանկատանը մեծացած հորս արժե համակարգին եւ ինքս էլ այդքան կարդալուց հետո սկսում ես թացը չորից տարբերել։ Բայց այդքան այդ ամեն ինչի մեջ բրբտելով տեսնելով ու 100%-ից ավել կարելի ասել համոզվելով, որ հայ տեսակը բացառիկ տեսակ է ազգերի եւ ժողովուրդների մեջ եւ իսկապես արժանացած իրավունք ունի լինելու ուժեղ, կրթված, հարուստ, առողջ ու բարեկեցիկ, ես փաստորեն իմ գիտակից կյանքի ընթացքում անընդհատ բախվել եմ դրա ճիշտ հակառակին։ Չէի էլ փնտրում, մտքից ծայրով էլ չէր անցնում, թե որ թվականն է համապետական ընտրությունները, բնականաբար շատ քաղաքական անտարբերության մեջ գտնվող մարդկանց համար դա հետաքրքիր էլ չի, եւ իրենց իսկապես կարելի է հասկանալ, մինչեւ այն պահ, որ մորաքրոջս տղան, այսինքն եղբայրս ինձ ասեց, տեսել ես Գուրգեն Սիմոնյանին, լսել ես, ոչ տեսել էի, ոչ լսել, ու ուղարկեց մի քանի հաղորդումներ YouTube-ով, ես լսեցի, ու ինձ հիացրեց իր հայերեն խոսքը, իր կապակցված միտքը, որին կարոտ ենք քաղաքական շատ գործիչների դեպքում, եւ իր սթափ դատողությունները բազմաթիվ հարցերում։ Ասել, որ անհամաձայնություններ, տարակարծություններ չեղավ այդ տեսանյութերը նայելիս, ճիշտ չի լինի, բնականաբար եղավ, ու դա էլ առողջ մի բան էր։ Հայտարարվում էր տեսանյութերի վերջում, որ հանդիպում են քաղաքացիների հետ։ Իսկ ինչի եմ ասում, ոչ դպրոցի ընկեր ենք, ոչ բանակի, ոչ ուսանող ժամանակ եմ ճանաչել։ Գնացի այդ քաղաքացիների հետ հանդիպմանը, որտեվ եթերայինը մի բան է, իրականում մարդուն տեսնելը, իր աուրան, էներգիան զգալը այլ բան։ Այդտեղ հենց չգիտեմ, պատահական բաներ չեն լինում, մի մարդ բոյկոտի նման բան արեց, էլի հանդիպման էր եկել, շատ ագրեսիվ իրեն պահեց, եւ ես այդ պահին զգացի, թե իմ արձագանքը ինչ կլիներ, ու տեսա ներկաների մոտ ինչ էր եռում, ու տեսա ինչպես արձագանքեց ու շտկեց իրավիճակը Գուրգեն Սիմոնյանը։ Հետո շփվեցինք ձեռք սեղմում, հրաժեշտ տվեցինք, այդտեղ թուղթ էինք լրացնում, որ կապ հաստատեն, եթե մենք օրինակ համակրեցինք եւ այլն, ես վստահ լրացրեցի։ Ու դա որոշիչ եղավ, որովհետև պարոն Սիմոնյանը շատ վճռական է, ինքը, այսպես ասած, եթե որոշել է, ասում է ու անցնում են կանելուն, ու եթե ասեց համակիրում ես, արի դարձիր կուսակցական, որտեղ մեզ մի բանալի են թողել պետականաշինության գործին մասնակցելու, ցավով էր ասում, ասեմ ձեզ, այնպես ճիրախելքը գնում է կուսակցությունների կամ կուսակցություն հիմնելու համար, բերեց այդ շատ հայտնի դարձած օրինակը, որ պատկերացրեք մի սենյակում ենք, մի ելք կա, էդ էլ բանալին է, որը կեղտոտ շատ վատ վիճակում է, կամ կվերցնենք այդ կեղտոտ բանալին զզվելով կլինի, թե ոնց դուռը կբացենք ու դուրս կգանք մաքուր օդի, մաքուր տարած, կամ կմնանք այդտեղ բանալուց զզվելով։ Հիմա կուսակցականությունը սկզբունքորեն ահագին անհարմարություններ եւ օտար լինելով ինձ մշտապես ես մտա քաղաքականության մեջ։ Բայց հարցը մի կարևոր բան էլ ուներ, բաղադրիչ ձեր հարցը, Վարդան ջան, համաձայն որի քաղաքականությունը մի նեղ ոլորտ է մասնագիտություն, որտեղ պիտի լինի օրինակ քաղաքագետ։ Իդեպ ասեմ, ի պատիվ իրեն պարոն Սիմոնյանը քաղաքագետ է, եւ են 35 տարի ասում ենք ամեն մարդ իր գործով զբաղվի, զավոդի պետից մինչև լրագրող, մատենադարանի լաբորանտից մինչև ով ասեք երկիրը ղեկավարել է, եւ այդ կոնցեպտով տրամաբանությամբ անգամ, այո, քաղաքագետը պիտի զբաղվի քաղաքականությամբ, ինչի՞ չէ նաեւ երկիր ղեկավարի կամ կարևոր կառույցներ։ Իմ պարագայում ես հենց սկզբից էլ բացառում եմ, որ օրինակ ես չունենալով ռազմական օրինակներ բերեմ, ոլորտի պատկերացումներ խորքային կարող է ինձ մի օր վստահել, ասենք ռազմական անվտանգային հարց, կամ չլինելով տնտեսագետ, ես էկոնոմիկա, ֆինանսներ այդ ոլորտում եմ, բայց եթե ինձ վստահի կրթության մեջ որևէ գործառույթ, հավատացնում եմ ձեզ, ավելորդ անհամեստություն թող չդիտվի, 10 անգամ ավելի լավ կանեմ ես այդ գործը,
Որտեվ ամբողջ գիտակից կյանքում ես հանում եմ դրանք։ 4 երեխայի հայր լինելով, կրթական ձեռնարկ հեղինակած լինելով, այդ ամենը իհարկե շատ քիչ է, մինչև կյանքի վերջ պիտի շարունակեմ ուսումնասիրել, բայց իմ նպաստը կկարողանամ բերել այդ ոլորտում։ Իսկ եթե մեկը սխալվի հայկին տանի դնի առողջապահության նախարար, ես հավատացնում եմ ձեզ, կարող է մի երկու լավ գաղափար իրագործվի, բայց համակարգը կտապալվի։ Իսկ լավ գաղափարը կարողանում են հաջողությամբ ես տնտեսության վերաբերյալ լավ մտահղացում ունենամ, կարելի է ասել այն մարդուն, ում գործը տնտեսությամբ զբաղվելն է, այն մարդուն, ում գործը ռազմական տիրույթն է։ Եթե ինձ հարցնեն կրթական ոլորտում քեզ տեսնում ես, այո, տեսնում եմ, երբ որ ես տեսնում եմ երեխեքի դասագրքում էպոսը ոնց է մատուցվում, կամ ինչ է դարձել հայոց պատմությունը, մի քիչ էլ որ կտրտեն, անունն էլ կարելի է փոխել, գիրքն էլ ներքիր ինքդ պիտի սարքեն։ Եթե մի քիչ էլ մեր պատմության դասագրքերին այս ձևով միջամտեն, պիտի դա դառնա ներքիր ինքդ։ Տիգրան Մեծի նկարը լինի, Աշոտ Երկաթի երեխեքը ներկեն, դա կանոնը գրած լինի, իմանան այդքանով ավարտվի։ Դա անթույլատրելի։ Դրա համար ես մտել եմ քաղաքականություն եւ ինչպես պարոն Սիմոնյանն է ասում, մենք աթոռի կռիվ չենք տալիս, մեզ համար բնավ էական չի ինչ ընթաց կլինի, ոչ մեկի, այսպես ասած, այդ անարդար, խարդախ, օլիգարխիկ, կոռուպցիոն որևէ բաների մեջ չենք թաթախվելու եւ սկզբունքորեն առաջ ենք գնում։ Երկու գործոն կա, որ մենք մուտք գործենք պետական կառավարման կամ քաղաքական համակարգ։ Մեկը բարձրալի կամքը, մյուսը ժողովրդի կամքը։ Ոչ փող ունենք, ոչ էլ մեր սկզբունքներին հարիր է, որ մենք այդ փողը գործածեինք որևէ անօրինական եղանակով։ Էս է։ Դրա համար մուտք եմ գործել քաղաքականություն, Վարդան ջան։ Հասկանալի է, որ դու պատմեցիր այդ զինվորների խոցվելու մասին, ես գիտես ինչ հիշեցի 3 տարի առաջ, այդ 3 տարի առաջ ես սղոցի, էլեկտրական սղոցով գործ էի անում Բաքվում, ծառ էի կտրել, ավելորդ էր, հա, Այո, եւ այդ կտրելու ժամանակ էլեկտրական սղոցը փախավ ու խփեց բութմատս, ես ասի կտրեցի երևի, ինչ որ այ ասեցին հիվանդանոց եւ միջև այդ օգնությունը կգար, ես շագնաց եղա մի քանի անգամ, դե ես չգիտեմ մատս վրեսա չէ, բարձրացած վրեսա էլի, ինչ որ այ ես այդ ժամանակ պատերազմի հաջորդ տարին էր, ես այդ ժամանակ այդ ծանր վիճակում գիտես ինչ հիշեցի, ասում եմ մի վայրկյան, մատը ընդամենը Այն տղեկը պատերազմի ժամանակ, որ օգնություն կար կողքերը, դες դիմա արդեն հիվանդանոց ես, ինքս իմ հետ խոսում եմ էլի, հիվանդանոց օգնությունը կողքը տա, հիմա չէ, հեսա, մի բան կանեն էլի, բայ են երեխեքը 20 տարեկան, 18 տարեկան, որ ոտու ձեռ էին կորցնում, կյանք էին կորցնում, հա, այդ, բա, իրանք ինչ անեին, այդ ժամանակ, ոնց որ Ռուբիլնիկով, այն որ ասում են էզոտերիկա, ես ի սկզբանե ասել, չէ, չկա էզոտերիկա։ այո։ Ամեն ինչը ֆիզիկա է, նեյրոֆիզիկա է, նեյրոնարդաբանություն, այսինքն այդ ամեն ինչը իրական է։ Ռուբիլնիկով ցավի զգացողությունները, ամոթս խեղդեց ցավի զգացողությունը, սենց ասել։ Ու ես հանգիստ սպասեցի ձեռքից նայելով, թե երբ կգան այդ հարցերը կլուծեն, մի խոսքով։ Այս Դրա համար ես ամեն անգամ հենց մի վատ ծանր բան ալինում, մի անգամից հիշում եմ այդ մեր զինվորներին, իրենց տաները կորսած արցախցիներին, հա, այն ընկերներին, որոնք նստած են իրենց տունը, մեկ էլ Փաշինյան Նիկոլ ասեց, այսօրվանից էսի ձեր տունը չի, սա Թուրքին, դա ոսկեպար բաղանից, հələ չգիտենք էլ ինչ է լինելու առջևում։ Ամենեփքում այդ ինչ որ մենք անցել ենք, մենք ունեցել ենք, սա կարող է դաս լինի մեզ մեր օրվա խնդիրները լուծելու համար եւ նաեւ ավելի մեծ վնասների չգալու դեմը չկանգնելու համար։ Հիմա ինչ են ասում քեզ մեր հեքիաթները։ Արդյոք մենք այն ազգն ենք, որ այսքան տեսնելուց հետո մենք ժողովուրդն ենք, մենք դաս ենք քաղում դրանից։ Ինչ են ասում այդ մասով մեր հեքիաթները մեզ։ Վարդան ջան, հեքիաթները Եթե անխեր մարդը չբերես, էլի մի հուսահատեց։ հա, շատ Ուրիշ լավ է։ բան կա մեր հեքիաթների մեջ այդ անխեր մարդուց բացի։ Ուրիշ կերպար ունենք։ Այո, ունենք ուրախություններ ունենք, բայց անխելք մարդու օրինակն էլ է շատ լավ է հիշելը։
Թումանյանը երբեք չէր ցանկանա, որ դա այսպես տասնամյակներ շարունակ արդեն համարյա մի դար հայ ժողովրդի ամենականթերցվող հեքիաթները լինեն իր հեքիաթները։ Դրանք ունեին իրենց ժամանակի մեջ իրենց գործառույթը եւ իրենք խիստ մեկնաբանության կարիք ունեին ընթերցողի, ծնողի կողմից երեխայի համար։ Պետք չէր, որ դրանք հակահերոսներ էին, ոչ թե հերոսներ, որ հետո մարդկանց բերանում խոսք դարավ, որ քեֆանողի քեֆը չի պակասին իհարկե լավ բանաձև, բայց Թաջ Նազարի բանաձևը չէ, որ աշխարհը խալի է ոտիս տակ ու դա ով է ասում, մարդ ով որ վախկոտ է, ոչ մի տվյալներ, որակներ ու հատկանիշներ չունի, լավա որ գոնե Ունի, լրիվ բացասական են, դա նույնպես հա, որակյալ է։ հա, հա։ Չէ, ես Հիմա մեկն էլ եմ ավելացնում, ասում եմ Քաշ Նազարը գոնե բախտ ուներ։ Ինձ մի օր հարցրեցին, ասեցին դուք գործող իշխանությանը համեմատում եք Քաշնազարի հետ, ասացի ոչ, զարմացավ դիմացինս, ասում է ինչու, ասում եմ դե Նազարը բախտավոր էր, ես ավելի շատ արդեն հասկացել եմ, որ մենք ձախորդ Փանոսի հետ գործ ունենք, ոչ թե Քաշնազարի։ Ինչ վերաբերում է ախելք մարդուն, այդտեղ էլ կերավ էլի գայլը, ամեն ինչ ասված է։ Մեր հեքիաթները ցույց են տալիս, որ մենք սիրում ենք 7 սարի և 7 ծովի հետևն անցնելուց հետո լուծումը գտնել, Վարդան ջան, մեր, չգիտեմ, կարմա ասեմ, ճակատին գրված, թե Աստված մեզ շատ է սիրում և շատ է փորձում, բայց մեր խնդիրների լուծումը հեքիաթներում մշտապես, անգամ հազարան բլբուլի մեջ, որ հեքիաթների պսակն է, 7 սարից և 7 ծովից այն կողմ է, բայց գտնելուց հետո հո հարսանիք չենք անում, 7 օր 7 գիշեր էլ հարսանիք ենք անում։ այն դեպքում, երբ որ լուծումը ի սկզբանե դեմներս դրած ես, չէ՞։ Հա, իրականում որ նայում ենք, այդ 7 սարի և 7 ծովի հետևում գտնվող լուծումը մինչև ճանապարհ ընկնելը կար, արդեն այդ թագավորությունում լուծումը կար, բայց միևնույն է, մի ռուսերենի դասախոս ունեինք, ասում էր ինչ եք ականջը սենց բռնում, եթե կարող եք այսպես բռնել, լրիվ այդ պատմությունն է։ Բոլոր դեպքերում լավ կողմ կա հուսադրող, այնուամենայնիվ անցնելով աննկարագրելի փորձությունների միջով, պատահում է, որ սպանում են մեր հերոսին և հերոսուհին անմահական ջուր է ցողում ու վերակենդանացնում, սա էլ պիտի իմանանք, իսկ դա արդեն եղել է մեզ հետ, ուրախ լուրը ուրախ չի, ողբերգություն է, բայց մենք այդ փուլը անցել ենք արդեն, թերևս այդ առումով հուսադրող փուլ, մենք Փյունիկի պես վեր ենք հառնել և ոչ միայն մեկ անգամ, սա է ուրախը վեր հառնելը, ոչ թե այն, որ մեզ սպանել են, և այս առումով հեքիաթն ասում է, որ քանի դեռ չենք տեսնում այն, ինչ առաջներս դրված է, ուզենք չուզենք պիտի ճանապարհ ընկնենք և ասեմ, ինչպես էպոսում կա, այնպես էլ հեքիաթներում է հայտնվում, շատ զարմանալի խորհրդաբանություն է, պողպտե սոլ են հագնում և պողպտե գավազան են բռնում ճանապարհ ընկնելուց առաջ։ Հիմա պարզաբանեմ, հերիք չէ, որ դա շատ բարդ, դժվար ու երկար ճանապարհ է, այդ 7 սարերը դևերի սարեր են, հենց ուղղակի սար չի, պիտի դևին հաղթի, որ անցնի հաջորդը, ծովերը սորական ծովեր չեն։ Համ էլ ճանապարհ ընկնելուց իմաստուն ասում է դու պողպատից կոշիկներ հագի, պողպատե սոլը դա է, և պողպատից գավազան բռնի։ Հենց որ պողպատից կոշիկներդ կմաշվեն և պողպատից գավազանը կմաշվի, նոր դու կգտնես այն ինչ որ փնտրում ես։ Սա թերևս ուրիշ որևէ ժողովրդի հեքիաթում և էպոսում չենք հանդիպի, բայց մեզ տրված է կարևորագույն ուղերձ, նախ պողպատե կոշիկ հագնելը, էլ չասեմ ճանապարհ ընկնելու մասին, և պողպատե գավազան բռնելը պահանջում են բարձրակարգ կամային հատկանիշներ, այսինքն առաջին պատգամը հայը պիտի կամքի ուժ ունենա, թե չի էլ սկսի ճանապարհը, երկրորդը գիտակցվածություն, որ դու հանուն նպատակի և քո առաքելության պատրաստ ես դրան, գաղտնիք ասեմ, երբ որ այդ երկուսը կա, պողպատե կոշիկն ու պողպատե գավազանը դադարում են պողպատե լինել, որովհետև երբ որ մենք ունենք այդ պողպատյա կամքը և պողպատյա գիտակցումը ինչի հետևից են գնում, էլ մեզ համար դժվար չի կոշիկն ու գավազանը, Դավիթին էլ հագցրեցին պողպատե կոշիկներ ու պողպատե գավազան, և Դավիթն 2-3 անգամ սարը բարձրացավ իջավ, ասեց հրող բեր մաշել է,
ասում է այ ծուռ ոնց մաշվեց էլի։ Հիմա մեզ պետք է հասկանալ, որ մեր բաժինը Հիսուսի ասած խաչը վերցրեք եկեք իմ հետևից, մերը խաչ չի։ Մերը խաչ չի։ Այս առումով մերը պողպատյա կոշիկներ են ու պողպատյա գավազան։ Դե թող որևէ մեկն ասի, որն է ավելի դժվար խաչը դնել ուսին տանելը, չեմ ասում հեշտ է, շատ դժվար, թե պողպատե կոշիկներ հագնել ու պողպատե գավազան ու գնալ 7 սարից այն կողմ։ Բայց սա հատկանիշներ է պահանջում։ Դրա համար ես, եթե ինձ հարցնեք, գիտեք, մենք կամապաշտություն ուսմունք ենք ունեցել։ Ասենց փշուր-փշուր հավաքում եմ, բառը Աղայանը տվեց ու ես սկսեցի գտնել։ Ու կամապաշտությունը ուղիղ կապ ունի Նահապետի, Հայկ Նահապետի գործողության հետ։ Ինչ է դա նշանակում, որ քո կամքով շարժվես, քո կամքը լինի բարձրագույն արժեք, բնականաբար բարձրալի կամքի հետ ներդաշնակված, բայց դու երբեք չենթարկվես ուրիշի կամքին։ Առաջի դրսևորումը մենք ունենք Բելի կամքին չենթարկվելու փառահեղ պատմության մեջ, այն դեպքում, որ Բելի կամքին ենթարկվել էին աշխարհի մնացած բոլոր տերություններն ու ժողովուրդները, եւ մեր նախահոր արածը ազգային եւ տեղային բնույթ չի կրում, այլ համամարտկային, որտեղ Բելին հաղթելուց հետո նա ազատություն տվեց այդ բռնակալի տիրույթում գտնվող մնացած բոլոր ազգերին ու ժողովուրդներին։ Սա է, եւ սրա մասին իրենք էլ շատ լավ գիտեն։ Հավատացնում եմ ձեզ, այնպես տեղեր եմ գտել հայկականության, հայության մասին տեղեկություն, որ տրամաբանորեն իրենք պիտի մերժեին կամ մեր մասին գոնե լռեին, չխոսեին, բայց չեն կարողանում։ Դա լինի իսլամական ավանդույթների մեջ, սուֆիական աշխատություններում, բրիտանական գործիչների մոտ, ֆանտաստիկ մի բան է։ Այս ամեն ինչը չի հանրայնացվում։ Ձեր ասած հարուստները կարծում են, որ մենակ մարքեթինգ անելով մյուսով պետ, հələ հարուստները մի կողմ, պետությունն էլ չի անում։ Ինձ մեկն այն օրն ասում է, դե դա բնական է, բոլոր իշխանություններին ձեռ է տալիս, որ ժողովուրդը կիսագրագետ տգետ լինի, որ հեշտ կառավարեն։ Ասում եմ, եղբայր, հələ դու մի հատ նայ Իսրայելին, Շվեյցարիային, Ճապոնիային, այդտեղի ժողովուրդները, որ բարձրակարգ կրթություն են ստանում, շատ գրագետ են, բարդ են կառավարվում։ Հակառակը, ես ավելի հեշտ կարողանում եմ կիրթ գրագետ մարդկանց խմբում մի բան ռեալիզացնել, քան տգետների։ Ասա դա կարողա ձեռնտու է, բայց դա բնական չի։ Ընկեր ջան, բնականը հակառակն է, դա բնական չի, կարող է ձեռնտու է, բայց դա բնական չի։ Դարձել է կարծրատիպ, ամեն երկրորդին որ խոսացնենք, ասի, հա, նորմալ է, պետք է իշխանությունները տգիտության մեջ պահեն, որ կառավարեն։ 21-րդ դարն է, մարդիկ էլ չեն։ Իշխանությունը հասել է իր նպատակին։ Ահա, այդ հարցում կարող ենք Դրա համար էլ այդ տակետներն այտենց են մտածում։ Այո, այդ հարցում կարող ենք 5 գումարած նշանակել 5 գնահատման համակարգով։ Այ ես մեր էպոսին վերաբերվում եմ որպես աստվածաշունչ հայերիս համար։ Ու ես անընդհատ մեր հարցերի պատասխանները, խնդիրների բացատրությունը ուզում եմ փնտրեմ էպոսի դրվագների մեջ։ Եվ մի բան եմ գտել, որ վախենում եմ բարձրաձայն ասել, սա քանի տարի է, բայց հիմա երևի դա ինձ թույլ տա, որ մեր ամենամեծ խնդիրները սկսել են այն ժամանակվանից, մեր հերոսները պարտվել են, մենք խնդրեմ ենք ստեղծել այն պահից, երբ որ մենք անցել ենք թշնամու կողմը, այսինքն սնուցել ենք թշնամուն։ Դա եւ մեծ մեհերն արեց, հա, ստեղծելով մսամելիք։ Հա, գնաց իր արունը իր գեները տվեց, հա, թշնամուն։ Այո։ Դե մսամելիքը բանը եղբայրն էր, չէ՞, աստորեն։ Եղբայրը Դավիթի։ Այո։ Հետագան նույն բանն արեց նաև Դավիթը, ու երկուսն էլ տուժեցին իրենց փաստորեն թշնամու ջրաղացը սնելու արդյունքում։ Փաստացի դավաճանության արդյունքում մսրատունը կերավ հարվածներ, հա, ու արդեն փոքր մերն էլ սենց գլուխը բռնեց, ասեց գրողը տանից արի, բոլոր մտնում եմ քարանձավ միջև ես հարցերը չլուծվի։ Այո։ Ինչ է այս մեր դավաճանությունը գալիս է մեր էպոսից, այսինքն սա մեր կարման է, թե ինչ որտեղ ուրիշ բան կա, որ մենք չենք հասկանում։
Արդեն ջան, իրականում թող մնա վիճելի ես հարցն արժեր բարձրացնել թե չէ, պատահական չէ, որ երկար ժամանակ ներքին վեճ ես ունեցել արժի անդրադառնալ թե չէ, բայց մյուս կողմից էլ լավ էր, որ միասին ենք անդրադառնում, որովհետև կարծում եմ քիչ թե շատ կարողանամ արձագանքել մի քիչ ճիշտ տեղում պահենք, էլի։ Նախ արդարացիորեն պետք է ընդունենք, որ մեր էպոսի խոսքը 4 ճյուղերի մասն է, որտեղ մեծ ցուցազնավեպը 40 ճյուղ ունի, այդ բարով խերով հրատարակել ենք եւ որևէ մեկը իհարկե ես չեմ հեղինակել, մեր մեծերը հոգու եւ ոգու մշակները թելերը թողել էին, այնտեղ էլ պատկերն ավելի ամբողջական է, բայց էպոսի ամենաանհախտ ու անխոցելի դյութազունը միևնույն է մնում է Սանասարը։ Եվ Սանասարը միակն է, ում բարձրալը 3 արու զավակ պարգևեց, ի տարբերություն եւ ցավոք հետագա մյուս ցուցազունների, որոնցից Մհերին զավակ պարգևելն արժեցավ Մհերի եւ Մհերի կնոջ, այո, Արմաղանի կյանքը, երթմնակոտոր եղան, Դավիթի զավակ ունենալը դարձավ Դավթի մահվան պատճառը մի զավակը, իսկ մյուսի հետ էլ կռվեց եւ էլի վատ բան ստացվեց, բայց այս պարագայում ես դավաճանություն բառը չգիտեք ինչն է խնդիրը, օրինակ մեծ Մհերի եւ Մսրամելիք մեծի մեջ պայման կար ախր կապված, նրանք իրար խոստացել էին տեր կանգնել մեկի ու մյուսի չլինելու պարագայում միմյանց թագավորության։ Բայց տեր կանգնել չէ նշանակում գնա կնոջից Այո, հիմա գեներալ փոխանցի, որ դառնա պատոհաս քո գլխին։ միանշանակ ես ուզում եմ ասել, որ մեծ Մհերի այդ բանի մեջ ընկնելը կախարդված շրջանի մեջ, վատ շրջանի մեջ ընկնելը սկսվում է խոստումը, տղամարդու խոստումը պահելուց։ Նրան Իսմիլ Խաթունը այսպես մանիպուլացնում է, նամակ է ուղարկում, որ դու Մելիքի հետ պայման ունեիր, դե արի տեր կանգնի, 1000 հարց կա։ Ով իմանար, որ այդ տեր կանգնելը կուղեկցվի նրանով, որ 7 տարի գինի խմեցնի, 7 տարվա նռան գինի նշվում է էպոսում, հարբած, խնջույքներ, խրախճանքներ եւ այլն, եւ Մհերի մեջ էլ բնականաբար այդքան ժամանակ տանից բացակայելով կարող էր նաև թուլություն դրսևորվել եւ կնոջ պահանջ ունենար, ինչից Իսմիլ Խաթունը իհարկե դրան էլ սպասում էր, որ սերմը վերցնի։ Ինչպես ասում են, կացինն իր փետից են, ծառն իր փետից են գնում կացինի դեպքում, արծիվն էլ իր փետուրից է խոցվում նետի դեպքում։ Դա եղավ մեր իմիջիայլոց արծիվն ու փետուրը հենց Դավիթը գոռում է այդ արտահայտությունը պատումների մեջ, որ արծիվն իր փետուրից են գնում, այսպես կամ ասում է հարվածն իմ սերմից էր, էլի, այս բանը ասում է, ինքը չնայելով, չտեսնելով հասկանում է, որ այս դարբը ասված է, այդ ուժը, այդ հարվածը իր զարմի, իր սերմի ուժը ունի։ Եվ դավաճանությունը, ես ինչի եմ ասում չդիտենք, որովհետև մենք դավաճանները անվանում ենք ուրիշ մարդկանց, ովքեր պատերազմի ժամանակ թիկունքից խփում են, ովքեր կարող են, ինչ ասեմ, հայրենիքը ծախել, դավաճանել, փողի շահի դիմաց ինչ որ ռազմական գաղտնիք վաճառել, այս դեպքում ակամա դավաճանություն դարձավ, չէին, դա հետո դավաճանության մեջ գիտակցված տար կա, մարդը դավաճանում է շահի Հավանականություն ճիշտ բառ չի, բայց թշնամուն սնելը, ես այո, չգիտեմ, բայց գալով դրան ասեմ, մեր չարիքը, այսինքն մեր գլխին եկած փորձություններն ու չարիքները գերազանցապես պայմանավորված են եղել թշնամուն սնելով, երբեմն գիտակցելով, որ թշնամուն ենք սնում, բայց հույս ունենալով, որ թշնամին արդյունքում կդադարի թշնամի լինել, որը երբեք այդպես չի եղել, պատմությունը ցույց է տալիս, այո։ Դուք գիտեք, հռոմեական զորքերը, որ անցնում էին Հայաստանով, պարսիկներից հալածված, մենք փրկեցինք, կերակրեցինք, ճանապարհեցինք, հետո եկան մեր թագավորին գերի տարան։ Փոխանակ ասեին շնորհակալություն։ Տարբեր այդպիսի դեպքեր ենք ունեցել։ Իսկ գալով մյուսին երբեմն էլ սնում ենք չհասկանալով, չգիտակցելով։ Մհերը, տեսեք, արդեն ծնվել էր Մսրամելիքը, որը փաստորեն մեծ Մհերի եւ Իսմիլ Խաթունի զավակն էր, հայրն էր։ Բայց Մհերը հələ գլխի չէր ինչա կատարում։ Մի օր դրան արանքից լսում է, որ Իսմիլ Խաթունն ասում է՝ հայու ճրակ հանգցուցես, մսրա ճրակ վառես, վառ պահես։
Ատեղ մհերը գլուխը բռնում ասում է, ես քանդեցի հայուտունը, նոր է հասկանում, այսինքն այստեղ կա իր պարզությունը, միամտությունը վստահել եւ տղամարդկային թուլությունը, որը այս պարագայում հատկապես աններելի է, որովհետեւ դու գնացել ես թշնամուն մոտ, թողել ես թագաժառանգ, դա ուղղակի տղամարդ կնոջ կենակցում չէր, թագաժառանգ, որը իդեպ Մսրամելիք կրտսերը մեծանալով, ասում է, որ ես Սասնատան տերն եմ, իմիջիայլոց արդարությունը պահանջում է ասել, որ թագավորի առաջին որդին հենց թագաժառանգն է հոր կալվածքների տերը։ Դրամատել ես քլչեկերը, ինչ ասեց, հարցեցի ոնց եք զգում Երևանում, ասեց ինչպես իմ տանը։ Հա, էդ էլ է շատ լացելու բան է, բայց արդեն Ասելու այնքան բանը, հա, այսինքն ոնց են քո տանը, ես sense վերագրեցի, որ դուք իհարկե ամբողջ կյանքներդ սովոր եք եղել հայի տները խլելուց հետո զգացել եք ձեզ ինչպես ձեր տանը, ոչ մի նորություն չկա։ Ու այդ լկտիությունը այդ բանը, այդ sense լկտի բառը, որ ինչպես իմ տանը, լրագրողն էլ ուղղակի մի քիչ միամիտ էլի կարող է ասել, հա, ինչպես ձեր ամբողջ կենսագրության ընթացքում դուք հայերի գողացված տներում միշտ էլ զգացել եք ինչպես այո, այո։ տանը։ Հիմա ոնց բացատրենք այս խաղաղություն երազողներին, որ դեռ անհիշելի ժամանակներից դրանց մայրը իրancs երեխեքին մեծացնելուց երգել են, որ հայ ճրագը դու պետք է մարես, որ վարվանա մեր ճրագը։ Սա ինչ որ ձևով հնարավոր է այդ տգետներին հասցնել։ Ես չգիտեմ, թողնել են ինձ այս բառից համար, բայց իրանք է խոստովանում, որ ինչքան տգետ այնքան հեշտ կառավարել էլի, ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Դե ես կարծում եմ Վարդան ջան, իրենք չեն վիրավորվի, իրենք կրթվել են նորաձև շարժման ջատագովներ են եւ դժվար տգետ իրենց համար է։ Բոլորս համար կրթվել է նորաձևա։ Այո, այո։ Դա Դա երևի ավելի մեծ խոստովանանք չէր կարող լինել, չէ՞։ այո, դրա համար էլ հիշեցի։ Ինչ վերաբերում է ոնց բացատրել, ես ճիշտ է չեմ կարող ասել, որ մեծ կենսափորձ ունեմ, երևի երբ որ ամբողջովին ալեհեր մի ծերունի կլինեմ, եթե Աստված կամենա, գուցե ունենամ կամ չունենամ, բայց այս պահին իմ գիտելիքը փորձը հուշում է, որ թույլը չի կարող խաղաղություն երազել անգամ։ Թույլը երազում է զինադադար միշտ, ոնց որ դպրոցում, որ դասամիջոցին իրան չծեծեն, դա լավ դասամիջոց կլինի, բայց կարող է մյուս օրը ծեծեն, էլի, այդ ուժեղների ձեռքում է, բանակում, կյանքում, եւ պետքա ուժեղ լինել, խաղաղությունը ընդհանրապես կապ չունի նրա հետ, ինչ որ մենք հիմա տեսնում ենք, թվում է թե խաղաղությունը այն է, որ չեն կրակում քո վրա։ Բայց խաղաղությունը այն է, որ քո գյուղացին մինչև վերջի սանտիմետր հասնող սահմանային հողում կարողանում է եւ անասնաբուծությամբ եւ գյուղատնտեսությամբ զբաղվել։ Եթե խաղաղության անուն են տալիս, թող գնան այդ գյուղերի սահմանամերձ ամբողջ երկայնքով հատվածները ու տեղ ապրող մարդուն ասել կարողանում ես խաղաղագործությամբ, այգեգործությամբ զբաղվել եւ այդ մարդիկ ասեն, ահա իհարկե կարողանում եմ հանգիստ ոնց են իրանք ասում 18 թվականին դուխով զբաղվում եմ այգեգործությամբ եւ անասնապահությամբ դուխով կարգավիճակով եկածը այսօր վախով պահում է իշխանությունը սա պետքա աքսիոմի պես Վախ հիշենք տարածելով ու այո պարտադրելով, խով շանտաժանելով Ես մենակ հիմա ով որ մեզ դիտում է եւ ով որ կարողանում է գոնե մի կերպ հասցնել իշխանությանը տեղ իշխանության մի բառ հասցնել, թող գնան ասեն պարոն Փաշինյանին, թող որևէ բան հայտարարի մեջը օգտագործելով դուխով բառը, բայց ներսում չէ, էլի չասի դուխով ընդդիմությանը ճնշելու ենք, դուխով ընտրությունը մի բառ օգտագործի դուխով բառով, որը կվերաբերվի իր արտաքին քաղաքականությանը ռազմական անվտանգային ոլորտին չկա դուխ, էլ չկա դուխ եւ չկա ոգին, իսկ ինչ խաղաղություն, խաղաղություն ոչ մի մուրացկան $1,000,000 չի ստանում ողորմություն եւ ոչ մի խաղաղություն մուրացող չի ստանում իսկական խաղաղություն, ստանում է կոպեկներ, ոնց որ մուրացկանին են տալիս, լավ, մեկը շատ այսպես առատաձեռնի հայաստանյան մասշտաբով 1000 դրամ կտա մուրացկային 100 դրամի փոխարեն, բայց դա խաղաղությունը նման է այդ $1,000,000-ին, $1,000,000,000-ին, երբ որ դու կարող ես ազատ շնչել, ազատ նայել քո սրբազան լեռանը, ազատ ասել, որ Արարատը մեր ինքնության մասն է,
Հիմա նայեք, ասում անձնագրի մեջ նկարել են նենց, որ հարատ լերը չերևա, իրանք պաշտոնական, իրանք պաշտոնական։ Եղբայր, արդյոք ժամանակը չի Արարատ մարզի ուրեմն Անունը անունը, փոխեք։ Հա, ինչպես անունը փոխեք։ փոխել, ձեր պաշտոնյաների բառը հանել, մեր երևի գնում են դրան, որովհետև զինանշանի մեջ կա, մեր գերբի մեջ, եւ սահմանադրությունը որ փոխեն, բացի կետերը, որոնք պիտի հարմարեցնեն համապատասխան արտաքին ուժերի հետ, անպայման ասելու են զինանշանը բան են կամ լրա ինչ էր կոչվում, ա, մի խոսքով, այսպես լրացնում են իբր, Մոնտաժ։ այո, եւ այդտեղ արագած սարակը հայտնվի, ու այսպես շարունակ։ Սա խաղաղություն չի, եւ վախկոտը չի կարող խաղաղություն մնալ։ Խաղաղություն կա ուժեղների մեջ։ Ես միշտ իրերումն ասեմ, դեմ խոսքերը չի, որ ներել կարող է բացառապես ուժերը։ Դա Այո, ուժերի մենաշնորհն է։ այո, Ներել, հա։ Ներել ուժեր։ Թույլ մարդը չի կարող ներողել, ում ների, դա ճարի ինչ։ ոչ մի բան, իրանց ստիպում են ներել կամ ընդունել։ Ես զուգահեռ տանեմ էպոսից, էպոսի մեջ կար նմանատիպ խաղաղության շրջան, երբ որ Ցրան Վերգոն երկրի կառավարիչն էր։ Ցրան Վերգոյի խաղաղությունը ինչ էր ենթադրում։ Երբ որ Մսրամելիքը մարդ ուղարկի 40 կույս, 40 ջահել տղա դնեն ճանապարհեն, բացեն մեծ մհերի գանձարանը, կոտերով ոսկի լցնեն ճանապարհեն, առաջի անգամ զիջեն ծովասարը, հետո Մսրամելիքն ուրիշ սարու լիճեր ուզելու։ Եվ այսպես շարունակ, մատղաշ անասուններ տանեն, եթե սա խաղաղություն է, Դե հիմա ոչ, նույն Սարան Վերգոյի խաղաղությունն են մեզ պետք իսկ իրական խաղաղությունը ոնց եղավ, Դավիթը հույս անգամ չունենալով, որ ամբողջ ժողովուրդը իր մեջքին կանգնելու է, իսկ որտեղից հույս չուներ, երբ որ գելու գազան իրար խառնած ընտանի կենդանիների հետ նա իջավ սարից, Սասուն քաղաքը մտավ, ասում է Սասունի ժողովուրդը փագեց դուրու պատուան, վախեցավ։ Դավիթը հենց այնպես բան չէր անում, ինչքան էլ որ ասում են միամիտ էր, պարզամիտ էր, որ ուշադիր նայենք, անգամ ստրատեգիական մտածողություն կարող ենք սովորել Դավթի բազմաթիվ քայլերից։ Նա այդ պայն հասկացավ, որ այս ժողովուրդը արդեն վախերով կոտրված ճնշված է, եւ ինչ անի, պիտի հույսը դնի իր վրա ու այն 40 հոգու, 39 հոգու, ինքն էլ հետը 40, որ ափին կանգնած էին Քերի Թորոսի ղեկավարությամբ։ Հիմա մեր ազգի ժողովրդի պարագայում պարտադիր չի, որ 10 միլիոնը լինեն համարձակ կամ չկոտրված։ Ցանկալի է, բայց այդպես իդեալական չի լինում։ Մեզ պետք է առանց չափազանցելու 400 գիտակից ու քաջ հայ մարդ, տղամարդ թե կին, եւ իրենք կարող են ուզած Մսրամելիքին, իսկ Մսրամելիքը կամ Բելը դրանք բոլորն աշխարհի մասշտաբով բռնապետեր էին եւ հանցագործներ, ոչ թե էս ինչ որ մեզ մատ են թափ տալիս վախացնում են։ Դավիթը կոտը վերցրեց, տվեց Կոզբադինի ճակատին։ Թարս նստացրեց էշի վրա, ասես գնաց բանին Մսրամելիքին բարև կուղարկես, կասես վերջ։ Հիմա մեզ կարող է ասեն ձեր ասածն ինչ է, էլի զինվոր, էլի զոհեր տանք, էլի կռիվ լինի, էլի մյուսը, ոչ, Չէ, բայց դուք, չէ մի արա, քո 40 կույս դուր, քո բանա, հա, երեխեքին դուր, հա, ակների, հա, չէ, այո, չէ, այո, ոչ պատրաստ մի արա, քո հեն, երեխեքին դուր։ պատերազմն էլ պետք գրագետ անել։ Հա, Անցել է, չէ, հա, 20 թվականից արդեն 6 տարի անցել է, չէ, շուտով կլրանա։ Դուք արդյոք ամբողջ սահմանի ենթարկ բանով երկայնքով լուրջ ամրաշինական աշխատանքներ եք արել, այո, բունկերներ եք բանակի կազմը կրճատել են 3 անգամ, ոնց թե։ Այո, այո, բանակի կազմը կրճատել են 3 անգամ։ հա, 4 դե անգամ սա, կրճատել են շփման գիծը, բանակի կազմը ըստ դրա փոքրացել են 3 անգամ։ Ինչ վատ է որ։ դե Սա դա, Կան Վերգոյի ժամանակներն են գալու, որ մտնելու են, ասեն ես 300,000-ը ձեր այսօր ադրբեջանցի գալա, ձեզ ղեկավար, գյուղապետ, թաղապետ, ոստիկանապետ, դուք պետք է սկսեք իրանց պահել։ Եթե չպահեք, կբարկացնեք ինձ։ Դուք կգնաք իմ հետ կոնֆլիկտի։ Լրիվ նույն ժամանակներն է գալիս աշնեիս առաջ։ այո, 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 այսինքն մեզ հրամցնում են մի բան, որը խաղաղություն են անվանում, բայց եթե հայերեն լեզվի հանդեպ անհրաժեշտ հարգանք դրսևորենք, միջելոցը բառեր ուղղակի բառեր չեն, ամեն հասկացություն ունի իր սահմանումը։ Հմ, Այ մեր շատ լավ անելիքը կլինի, որ մենք սահմանենք ինչ է խաղաղությունը։
որպեսզի մարդկանց չասեն խաղաղություն, ուղղակի բառը դուր գա ընդունեն։ Այն ինչ որ մեզ հիմա առաջարկում են, հայերենը հստակ տալիս է այլ բառ։ Էլի տենց բարդ երկար բառը խտարովել սկսում է, կոչվում է հնչում է խայտառակություն։ Փոխարինեն են սրտիկի տակ գրեն խայտառակություն։ Խաղաղությունը ինչ է։ Խաղաղությունը, ասենք պետության ազգի երկրի համար, դա քո բնորանում, գոնե այդ պատմական շրջանում քո հայրենիքի ամեն հատվածում ազատ գործելու, քո արժեհամակարգ ունենալու եւ ամեն վարքյան պատերազմի սպառնալիքի տակ չկքելու իրավունքն է, որը դու հաստատում ես ֆիզիկական եւ ինտելեկտուալ, այսինքն մտավոր հոգեվոր ուժով։ Հիմա սա խաղաղության բանաձևն էր, ես փորձեցի այս բանին ձևակերպում տալ։ Արդյոք դա համապատասխանում է նրա հետ, ինչպես հրանցվում են։ Վարդան ջան, մի հատ հրաշալի բան ասեմ, հազար ներողություն, եթե հարց կար։ Քանի որ ասեցի սրտիկի տակ խայտառակություն պիտի լինի, ոչ թե խաղաղություն, ուզում եմ նաև ցույց տամ իրանց խորհրդանշանը ըստ իս ինչ ծագում ունի։ Սա հաստատ կտպավորվի եւ մեր հետևորդներն էլ կփոխանցեն ուստի։ Տեսեք, սա գորշ գայլերի խորհրդանշանն է։ Այսպես։ Ուրեմն մեջտեղում պատկերացնենք Հայաստանը երկու կողմերից գորշ գայլերն են, այսինքն թուրքական կողմից եւ ադրբեջանական։ Այս գորշ գայլերը մոտենում են իրար եւ բացում են իրենց երախները։ Տեսեք ինչ ստացվեց։ Ընդհանրապես երկու գորշ գայլեր մոտեցրեց իրար եւ ձեզ սրտիկը պատրաստ է։ Այն սրտիկը, որ իրանք մեզ են ներկայացնում, դա Հայաստանն է, որը երկու կողմերից արդեն գայլերի երախի մեջ է։ Տաքսու վարորդի հետ խոսեցի, ասեցի, ասում եմ, ախպեր մարմինս փշակաղվեց։ Ասում եմ, դա տենց իսկապես տենց է, դե ասում եմ, եթե մտածենք, այո, այդպես է։ Այս սրտիկը ընդհանրապես երկու գայլերի բացված երախ է։ Եվ վերջ։ Հայ, լավ, ասենք մեծ մեհերը հասկացավ, որ խավարեց Սասնատունը իր գործողությունով։ Անցան տարիներ, հետո նույն բանը համարյա անում է Սասունցի Դավիթը, որի արդյունքում սպանվում է ինք իր զավակի ձեռքով։ Խի, դաշ չեք անում, խնդրեմ։ Վարդան ջան, ես կարծում եմ, որ լավ էպոսը դա մենակ փառաբանության եւ գովքի պատմություն չպիտի լինի։ Լավ էպոսը մի անգամ մի հրաշալի մտավորական մարդու հետ շփվելիս ինքը ասեց հայոց պատմությունը մեր ազգի անձնագիրն է։ Ես երիտասարդ լինելով ինձ թույլ տվեցի լրացնել, համել էպոսից էինք խոսում, ասեցի այո, բայց մեր էպոսը մեր ազգի ծննդականն է։ Իսկ ծննդականն ավելի կարևոր փաստաթուղթ է, քան հաճախ անձնագիրը։ Ծննդականում է լինում տատիկ, պապիկի անունը, մինչև անգամ որտեղ գրվում է ծնողի, այն հին տարբերակներում այդպես էր։ Ծնողի անուն, ազգանուն, հայրանունը ծննդականի մեջ։ Եվ ես համոզված եմ, որ էպոսը պիտի ցույց տա ոչ միայն ուժը, գիտակցվածությունը, այլ նաև այն բաները, խնդիրները, որտեղ հատկապես այդ էպոսի ազգը կարող է սայթաքել, որովհետև էպոսը նաև գործնական ձեռնարկ է մարդու ինքնակրթման, ազգի ինքնաճանաչողության համար։ Ժամանակին Բաքու ԿՏՄ կայք կար, մտնում նայում էինք հարյուրավոր շինություն։ Ես ասեմ ձեզ, հայերը չլինեին, ես կասկածում եմ, որ Բաքուն հիմա նավթարդյունաբերություն կունենար։ Իհարկե։ Գյուլբենկյանը չլիներ, նավթարդյունաբեր, բայց այդ ամեն ինչը չի Նոբելը ծառայել։ չէր գալու դա, Նոբելը չէր գալու հասնել այդտեղ։ Այո, այսինքն հիմա կլիներ մեծ գյուղ, Բաքու եմ, չգիտեմ հիմա կա թե չէ, հրաշալի գործ էին արել սարքողները։ Այն կարևորագույն շինությունները արխիվային փաստաթղթերով ինչքան ուզում ա ջնջեն։ Դա մենակ մեր մոտ չի պահպանում, բրիտանական արխիվները լավ քրքրեն, ամեն ինչ պարզ դրած է։ Մեր խնդիրը հասկանալ, որ երբ որ մենք գնում ենք, շենացնում ու զորացնում ենք ուրիշի ռազմական պոտենցիալը, ուրիշի տնտեսությունը, ուրիշի մշակույթը, ուրիշի կինոարտադրությունը եւ այլն, այո, հպարտանալու է, բայց այդ զորացնող, շենացնող միշտ չի լինում Շարլ Ազնավուրի պես։ Հասկանում եք, որ ուրախանում ենք, որ այդպիսի հայեր ունենք, որ օրինակ են ողբերգական շրջանում երկրաշարժի ժամանակ Շարլ Ազնավուրը եկավ, ինչքան կարևոր բաներ արեց, բայց մի հատ տխուր բան կա։ Բա ուրիշ ով բացի Շարլ Ազնավուրից աշխարհի հզոր հայերից արեց նույն բանը։
ինչ որ արեց Ազնավուրը։ Այս հարցը կա։ Եվ դասն է, որ հոր սխալը, տեսեք շատ կարևոր դաս է, հոր սխալն իմանալով, որտեղ Դավիթին անպայման ասել էին, տղա ջան, դու ծնվել ես, հորդ ու մորդ կյանքի գնով։ Գնով։ Այո, իսկ պատճառն է, որ հերդ նման սխալ էր գործել, Դավիթը պիտի սերտեր այդ դասը, բայց չսերտեց եւ վտանգի տակ դրեց էլի Սասնատունը, էլի իր զավակին եւ ի վերջո հատուցեց կյանքով, որը եղավ իր հոր մեծ մեհերի պարագայում։ Հիմա 7 սարի են կողմը ելքը գտնելը ուղիղ կապ ունի այս իրավիճակի հետ։ Քանի սար, քանի փորձանք, քանի անգամ մեր հայրերը պիտի կոտորվեն, որ զավակները հասկանան, որ իրենք էլ իրավունք չունեն կոտորվելու։ Մեր համար այդ դառը դասը ցեղասպանության ժամանակ եղել է, մենք մեծ մհեր ենք կորցրել, որpիսի մենք ապրենք, եթե զուգահեռ տանեմ։ Հիմա մենք ապրում ենք, ավելին իրականացրել ենք բոլոր այն հին ժամանակների հայերի երազող ու մտածող երազանք ունենալ պետականություն։ Ով ոնց ուզում է ասի, ոնց ունեցանք, փաստի հետ խոսանք, փաստի մասին ունենք, չէ՞։ Բա ոնց անենք Դավթի սխալը մենք չգործենք, Դավթի ճիշտ քայլերն անենք։ Մհերի, փոքր մհերի թեման ուրիշ թեմա է, այս փոքր մհերի մասով որևէ սխալ չեմ տեսնում, անգամ քարայրում փակվել ագրավակարում, բայց էպոսի արժեքը դրանում է, որ ինքը չի իդեալականացնում։ Իդեպ ասեմ, դյուցազնավեբ նշանակում է դիցերի վեպ, դյուցազում բառի արմատը դիցն է, մեզ ասում են մեր հին աստվածների մասին, որտեղ կարող ենք կարդալ, ես ասում եմ, եթե դուք ավելի հին եք ուզում, քան Արամազդը, Անահիտը, Աստղիկն ու Վահագնը կամ իրենց նախատիպերը, դուք պետքա էպոսն էլ կարդաք որպես դիցարան։ Ամենայն լրջությամբ եմ ասում, ցրան վերգոն իր ստուգաբանմամբ կայծակի աստվածություն է համարվում։ Այս մասով աշխատություն կա Օրբելու մոտ, Թումանյանի մոտ, շատ ֆանտաստիկ բան է։ Եվ Օրբելին առաջինը ասում է կասմիչսկի էպոս, տիեզերավեպ։ Արտուր Ալմինն էլ ունի նման աշխատություններ ու համար Այո, էպոս դա տիեզերքի կառուցվածքը, դա աստղագիտությունը, դա մեր աստվածներն են, դա այո, աստվածաբանությունը։ այո, Հիմա նայ վերադառնում ես ինչ ժամանակին բան կա, չէ՞, պիոներական կոմերիտական առաջադրանքներ էին մարդկանց տալիս։ Դες դու շատ լավ գործ ես արել էպոսից առանձնացնելով դասիարակչական մասը, երեխաների դասիարակության մասը, ով թողա որպես գովազդել ինչի, ով չգիտի այդ գրքի մասին, գտեք, գնեք եւ ձեր երեխաներին Հայաստանում թե արտասահմանում դասիարակեք այդ մեթոդամատությամբ բան չի մնացել, Վարդան ջան, մի 100 օրինակ պիտի վերահրատարակեմ, Հիմա եթե այս ասելուց հետո դու եւս 10,000 օրինակ ունեն պետքա տվանես, տպես։ Ուրեմն այո, որտեղ եթե ձեր երեխաները մեծանան առողջ հայեցի եւ սասունցի Դավիթ, իրենց լավ դրսևորումներով, այս ձեզ իմանալա պետք հարգելի ծնողներ։ Հիմա նայեք, դու շատ լավ բան ես արել։ Ես կարծում եմ էպոսի քաղաքական մասը նույնքան կարևոր է սեղանի գիրք որպես, հա, բոլոր կուսակցական բոլոր ակտիվիստների քաղաքական մասը դրա պատճառը հետևանքային կապով, հա, որ գլուխներս չգնանք, անընդհատ նույն պատին խփենք, ասենք, այ Դավիթ, որպեսզի դու ծնվեիր, հայդ մայրդ իր կյանքը տվեց։ Դու ոնց ես, այսինքն ոնց որ մենք Արցախ ազատագրեինք, ունենայինք այդ պետականությունը ուժեղ, այսքան մարդ գնաց Եռաբլուր դարձավ, չէ՞, Եռաբլուրը չեղավ։ այո, Դու ոնց կարող ես նույն սխալն անել։ Ես կարծում եմ դրա քաղաքական մասը հետաքրքիր պետք է որ լինի, սա քեզ կուսակցական առաջադրանք։ Հույսով եմ Վարդան ջան, ես ընդունում եմ մարտահրավերը, եթե միտքը հավանում ես իհարկե։ լիարժեք եւ կարող է լինել անգամ էպոսը որպես հայ առաջնորդի ձեռնարկ։ Դա Այսպեսի մի պետք է բան։ սեղանի գիրք լինի, բոլոր Այո, առաջնորդ։ այո, այո։ Որովհետև այդտեղ եւ սխալներ եւ ստրատեգիական ֆանտաստիկ բաներ կան, լուծումներ կան, որը գրած է, այսինքն ուղղակի ես պետքա դուրս հանեմ եւ Ժամանակակից ցույց տամ, հասանելի լեզվով, այո։ այո, թե սա ինչ էր, ինչ պատճառահետևանքային կապ ունեցավ։ Իդեպ օգտվելով այս հրաշալի առիթից, եթե դեմ չես, մենք նոր գիրք ենք հրատարակել, ուզում եմ, որ նվեր լինի։ Ճիշտ է, ես գնահատեցի
անշահախնդիր պատրաստակամությունը այսպես օգնելու հաղորդման նաև միջոցով, բայց ես այդ նվերը ուրեմն կմակագրեմ եւ պատրաստ սպասում է քեզ, դա քո օրինակն է։ Չգիտեմ ոնց կհասնի, բայց կկազմակերպենք։ Հա, քանի որ քո գրադարանում արդեն կա հրատարակած մեր գրքերից մեկը, այս գիրքը կոչվում է Ռամի գիրք, որը թյուրիմացաբար խառնում են հնդկական համանուն աստվածության հետ, բայց ինքը Արամ աշխարհակալի անունով է եւ Ռամի գիրքը հիշատակվում է մեր էպոսում։ Մասնավորապես այն ձևով, որ ասում են Քերի Թորոս Ռամ դարեր, այսինքն Ռամ բանալ գիտեր, կամ ասում են Խանդութ Խաթունը Ռամ դարեր։ Հիմա հարցը գիրքը չի, ինչ է, ուրեմն հուշումներ է պարունակում, խրատներ եւ իրեն բանեցնելու կարգ կա։ Ինչի եմ սա ասում, որ մեր էպոսի կանանց ու տղամարդկանց մասին ասում են իմաստուն էր, կարդացվոր էր, ու խոսքը գնում է ջոջատստան առաջնորդների կին թե տղամարդ, քանի որ մենք մինչև այս քարոզները արդեն իսկ ասում էինք բանաձևը, որ առյուծն առյուծ է, եղնի եկ թե որց, Հա։ այո, բայց ասում եք կարդաց, օրինակ Խանդութ Խաթուն կարդացվոր էր, իմաստուն էր, եւ իրենք կառավարումը երկրի անում էին գիտությամբ, մոտեցում կար, շնորհք կար, ոչ թե այսօր մենք տեսնում ենք մարդու տրամադրության փոփոխությունը, դառնում է պատճառ, որ պաշտոնից ազատվի, մասնագետը կապ չունի ինչ պաշտոնի է։ Այսինքն ինքը Պլուտարքոսը 2000 տարի հրաշալի մի երգ է գրել, մի 15 էջ ընդամենը, որը արդիական է առ այսօր, կոչվում է Զայրույթը զսպելու մասին։ Մեկը տնկերներ տպեք նվիրեք թող կարդա, որտեվ այս նախընտրական շրջան ավելի լարված է լինելու։ Կարող է նյարդային այնպիսի պորտցկումներ լինեն, որ սպառնալիք լինի մեր ներքին ու արտաքին ազգային անվտանգությանը։ Չի կարողանում իրան տիրապետել եւ այդպես երկիր չեն ղեկավարում։ Մենք տեսնում ենք, որ մարդը արդեն ցնցումների մեջ են գնում։ 2018 թվականից ես ուզում եմ հասկանամ վերջը ինքը գտավ եղանակը կոստյումի կոճակը կոչկի թե չկոչկի, ձեռքերը կողքը պահի թե անընդհատ դեպի վերնաշապի կտանի, որ դա տարական մարմնի ինքնատիրապետման մասին ուղերձ է, որ այն ոնց ասեմ օտար երկրների հատուկ ծառայությունների սկսնակ աշխատակիցները հերոստատուսով տեսնում են արդեն ռենտգեն ունեն թե ում հետ գործ ունեն, այդքան հեշտ կարելի է մարմնի լեզվով մատնել սեփական բաները, հոգեվիճակները։ Մարմնիդ կարող խափես ենթագիտակցությանը չես խափի։ Հա, Կարող բայց մի վայրկյան քեզ կոնտրոլ անես, ձեռքի հետ ուղիղ պահես, ենթագիտակցությանը չես խափի դա։ Մի րոպեից ավելի չի ենթարկվում, ունես որ այնտեղ աշխատելու բաներ չկա։ Անհնարին է, որովհետև դա գիտես բազմաշերտ նստած է մարդու այո, ենթագիտակցությունը։ ներսից գալիս է ինչքան էլ զսպի, միևնույն է դա դուրս է գալու արտաքին։ Իսկ ինքնատիրապետումը կորցնելը ըմբռնումով մոտենանք։ Ով գիշեր ցերեկ հասկանա մի բան, իմանա, գիտակցի մի բան, որ այն պահից, որ ինքը իշխանությունը կորցրեց, հետևանքների մասին չեմ ուզում խոսել, որովհետև այնտեղ կան հազարավոր սպանված երեխեք, որոնց ծնողները այդ օրվան են սպասում։ Եվ ոչ միայն իրենք, հա, ու բոլոր նրանք, ովքեր այս ամեն ինչ իրենց անձնական են համանում, ինչպես ես։ Այդ մեր կորուստը դա իմ անձնական կորուստն է։ Ինչպես յուրաքանչյուրս, Վարդան ջան, յուրաքանչյուր Դու հայ ասեմ մարդ պարտադիր որ դու անձնական կորուստ ունեցած ես ամեն ինչ ես համարում եմ իմ անձնական։ Դու այդքան իմանալով հանդերձ մարդը 24 ժամ մտածում է դրա մասին բավոր, իսկ այդ բավորը շատ ռեալ է ու պատահական չի այս ամբողջ այս սպորտումները, դրանք հիմքեր ունեն։ Հայկ ջան, այս վերջերս սա մասին ուզում եք խոսանք, եթե ժամանակը մեծ ձեռնա, շուտ։ այո, Մենք տեսնում ենք, որ Բալի կուրքն է բացահայտ, հա, դուրս եկել։ Դա նույն բելը չի, որին Հայկը սարկացեց ժամանակին։ շատերը փորձում են ասել, որ նույն բելը չի, բայց ես հավաստի եւ ստույգ եւ կարող եմ հետաքրքրողներին հղումներ տրամադրել, սկսած մակերեսային աղբյուրներից, ինչպես Վիկիպեդիան է, վերջացած խորը եւ շատ այսպես արխայիկ ու հիմնավոր աղբյուրներ, որ բալը, վալը եւ ինչեւ անգամ բեղ, զեբուղը, Նույն բանն է։ այո, եւ բելը նույն հիշենք, որ բելը եւս ընկալվում էր Աստված կամ կիսը Աստված,
Եվ դա բնական է, ինչպես Եգիպտոսի փարավոններն էին Աստծո զարմ, Ռայի որդի, Ամոն Ռայի կամ հույն կայսրերը, Բելը համարվում էր ուրեմն Աստված, այսինքն դրա մեջ էլ հետաքրքիր բան կա, մեր նահապետը, Հայկ նահապետը ուղղակի ինչ որ զորավարի չի սպանել, այլ դիվական աստվածության է սպանել։ Եվ Բելը այնքան մեծ աշխարհագրություն է ունեցել տարածումը, որ պիտի բնականաբար լեզվական տարբեր բաների հետ առնչվեր, եթե ոչ իր ժամանակում, ապա հետագայում, որտեղ օրինակ Ալեքսանդր Մակեդոնացու մասին իր ժամանակակից կենսագիրները, ուրեմն Արիանոս եւ Ռուֆուս պատմում են, ասում են, որ գնաց Իրաքի կողմերը, որոշեց Բելի տաճարը վերականգնի եւ հենց այդ ժամանակ ինչ որ զոհաբերություն անելիս ագռավը քարը գցում է Ալեքսանդրի գլխին։ Ու քրմերը հենց շատ ֆանտաստիկ դրվագ է, քրմերն էլ մեկնաբանում են, որ լավ նշան չէր, այդ պայից արագանում են իրադարձությունը եւ երիտասարդ Ալեքսանդրը չի էլ հասցնում վայելել իր անծայրածիր Իսկ կայսրությունը։ նպատակը ես ուղղակի այդ բաց եմ թողել պատմության մեջ։ Նպատակն Ինքը ինչ էր։ արևային համակարգի ներկայացուցիչ էր Ալեքսանդր Մակեդոնացին, իդեպ որոշ բաների մեջ տոհմաբանությունը արեգիդ է տալիս, որոշ լեզուներում իր տոհմը տալիս է արեգիդ, որտեղ Մակեդոնացին տոհմը չի, երկիրն է, որտեղից ծագում էր։ Բայց տոհմը Ֆիլիպի բանի այնտեղ պատմություններ կան, իդեպ այդ պատմությունները Պլուտարքոս, Արիանոսը, Ռուֆուսը գալի հասնում են իր ծագմանը ու կանգ են առնում, որևէ մեկը հավաստի չի կարողանում ասել, որ Ֆիլիպ Մակեդոնացու որդին էր Ալեքսանդրը, այդտեղ կա Իսահակյանի ավանդազրույցը հետաքրքիր եւ կան օտար ավանդազրույցներ Պլուտարքոսի մոտ, որ իբրև թե մայրը Օծի հետ էր քնած, բայց այդտեղ մենք դիվացման հետ գործ ունենք։ Ուրիշ քաղաքակրթության ներկայացուցիչը բնականաբար պիտի որպես Օծ ներկայացվեր։ Հիմա այս ամեն ինչ ինչի համար եմ ասում, Ալեքսանդրը արևային քաղաքակրթության ներկայացուցիչ էր, իր արժե համակարգը հակառակ էր Բելի տաճարը վերականգնող առաջնորդի կերպարին, բայց որոշ ազդեցությունների տակ ընկած կամ կարծելով, որ տեղաբնակների համար լավ բան է անում, գնում է Բելի տաճարը վերականգնելու։ Իդեպ ես ձեզ ասեմ, ժամանակակից գրականություն կա, հենց վերջի 5 տարում լույս տեսած, որոնք ակտիվ շարունակում են վառ պահել Բելի կրակը, հիշեցնել Բելի հետ կապված ծեսերի կարգը, որոնցում պարտադիր արյուն կա, եւ ես օրինակ այդպիսի մի գրքերից մեկից իմացա Հանիբալ բառը ինչպես է ստուգաբանվում։ Հանի նշանակում է մեղր, քաղցր կամ սիրելի, բալ նշանակում է բել։ Այսինքն Հանիբալ անունը նշանակում է Բելի սիրելի, այլ կերպ ասած Աստծո սիրելի։ Հիմա այդտեղ բալ է, ոչ թե բել, բալ։ Մարդակեր Աստծո, էլի, մարդակեր Աստծո, ասենց ասեմ։ Այո, Հանիբալ բառը բառացի ստուգաբանվում է Բելի սիրելի։ Ամեն ինչ ասված է։ Եվ Բելը, Բալը դա բացարձակ նույնն է եւ այո, ցլակերպ եւ այլն զարմանալի բան։ Այս պատերազմը սկսվեց ոչ թե քաղաքական հայտարարությունների հիման վրա, ոչ թե այն ամեն ինչի ինչը տարիներով իրար ռմբակոծում են, հետո խաղաղվում են, այլ այս մասշտաբներով սկսվեց Բալի կամ Բելի արձանը այրելու այդ տեսարաններից, տեսանյութերից հետո, որովհետև համակարգը խորհրդանշական ամենաբարձր շերտում մյուս համակարգին ուղերձ ուղարկեց, որը որ իրանք գիտեն էլի, դա այն բարձրագույն լեզուն է սիմվոլների ու արդեն ժամանակն էր։ Դու ինչ զգացիր, երբ որ առաջ անգամ տես բացահայտ երևի դու տեսար այս համակարգի ռեալ լինելը, հա։ Դե մենք իմացել ենք, մտածել ենք, սա բան տեղ-տեղ գուցե չափազանցություն է, կոնսպիրոլոգիա է, բայց որ ինքը sense իր ամբողջ տեսքով elab կանգնեց եւ ասեց, ես ռեալ եմ, ես հենց հիմա էլ ձեր մեջ եմ եւ տարեկան 8 միլիոն մարդ եմ սպառում ես, այդքան մարդ է կորում, տարեկան 8 միլիոն, 360,000-ը մենակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Տարեկան այդքան մարդ է կորում անհետ։ Այո, այո։ Հա, ինչ զգացի, երբ որ տեսա, որ դա կա ռեալ։ Վարդան ջան, նախ ասեմ, որ այդ զգալուն եւ տեսնելուն նախորդեց եւս երկու կարևոր բան, այսինքն տեսնելու գագաթնակետը համարենք այնուամենայնիվ այդ խորհրդանշական ուրեմն ծեսը, արարմունքը,
բելի կերպարը այրելու։ Դրան նախորդեց այն, որ աշխարհի ամենադեմոկրատական հռչակվող պետությունը գողացավ մեկ այլ պետության նախագահի օրը ցերեկով, եւ Ապշտայնի կղզու բացահայտումները ուրեմն նախորդեցին։ Սրանք շղթայի օղակներ են եւ տեղի ունեցավ են ինչ որ հիմա դեռ շարունակվում է, այսինքն աշխարհը երկու լայնածավալ պատերազմների մեջ է այս փուլում առնվազն։ Ես որոշակի տագնապ էլ ունեցա, որովհետև երբ որ որևէ համակարգ գործում է թաքուն, դա նշանակում է, որ ինչ որ զսպող գործոններ կան, որոնք ստիպում են իրեն, որ թաքուն գործի։ Ասեմ ձեզ, որ համակարգը դեռևս իր ամբողջ թափով էլի թաքուն է գործում, բայց արդեն մասնակի բացահայտումներ տվեց։ Այսինքն մի քանի ակնհայտ կրակոցներ կան եւ իրենք ասում են մենք կանք, մենք գործում ենք, մենք երբեք չենք էլ վերացել։ Սա տագնապալի է ինչ առումով, որ այդ համակարգը, բելի համակարգը ասենք, դա լուսնային քաղաքակրթություն է, ոչ արիական քաղաքակրթությունը, ճիշտ ասեմ, որ հետո մեզ ուրիշ բաներում չմեղադրեն, ոչ արիական քաղաքակրթությունը ինքը արխային է ընկել։ Սա է շատ մտահոգիչ։ Իսկ իրենք այնքան հաշվենկատ են, այնքան հաշվարկող են, իրանք ամեն ինչ ալգորիթմի են վերածում, որ եթե հաշվարկ չունենային, որ կարող են արխային ընկնել ու դրա տակից դուրս կգան, երբեք արխային չէին ընկնում։ Իսկ արխային ընկնել այս մասշտաբներով, այն միջավայրում, որտեղ գտնվում են այդ համակարգի տարբեր ներկայացուցիչներ, օրենքով պիտի սթափեցնող լինի աշխարհի գոնե մտածող մարդկանց համար, որովհետև մենք տեսել ենք հետևյալ բաները, որ խաղաղություն գոռացողը դառնում է պատերազմի առաջին նախաձեռնողը, շովինիզմի դեմ պայքարողը դառնում է առաջին շովինիզմը, թալանի ու կոռուպցիայի դեմ գոռացողը դառնում է ամենամեծ թալանչին ու ուրեմն կոռուպցիոները եւ սրբության մասին խոսացողը վերջում դուրս է գալիս ամենամեծ մեղսավորը։ Սա ինչի համար եմ ասում, որ թեպետ մարդիկ իրենց ներկայացնում են մշտապես տուժած, հալածված եւ իրենց իրավունքներն են ուզում բարձրացնել, վաղը մյուս օր կարող են փորձ անել ստրկացնել ամբողջ մարդկությանը, իդեպ երբևէ այսքան հնարավոր չի եղել ստրկացնելը, քան այսօր։ Սպարտակի ժամանակ տեղաշարժը տարբեր սարքերով չէին կարող իմանալ եւ Սպարտակը կարող էր օգտագործել տակտիկական հնարքներ, գնալ ուրիշ կողմից հարձակվել հռոմեական զորքերի վրա։ Այսօր մոծակի թռիչքը կարող են հետևել ջերմատեսիլային սարքերով, բոլորը հեռախոս ունեն, բոլորը դիտվում ու լսվում են, իսկ դա ուր է տանում։ Մենք այսօր ապագային միտված համամարտկային հարց եմ ասում, լուրջ խնդիրներ ունենք, որովհետև եւ Օրվելի իրականությունն է արդեն շնչում մեզ շատ մոտ, եւ Հաքսլիի իրականությունը, այս ճկնաղ աշխարհը, միտեղ կոշտ ուժով են մարդկությանը տանում ստրկացման, երկուսն էլ իրենց բնույթով շատ դասական են եւ ցավոք մարգարեական տարրեր են պարունակվում, մյուսի մեջ խաղաղ բանով մարդն ինքը գնում է դեպի fast food, մյուսը եւ այլն։ Տագնապ կա, բայց ասեմ, որ նաև մի բան կա, էլի, երբ որ բելը սկսում է անթակույց գործել, երբ որ հակահամակարգը սկսում է անթակույց գործել, սա չդիտենք ավելորդ գլուխգովանություն, հենց հայկական տարը, հայկական ինքնությունն է, որ տալիս է խնդրի լուծումը։ Բազմաթիվ անգամներ մարդկությանը անդունդի եզրին հայտնված կետից հայերն են շրջադարձային ուրեմն բան արել, շրջադարձն արել։ Մենակ մեզ մոտ է առաջնորդ բառի արմատը առաջ բառը, որը չի նշանակում ուղիղ գնալ, նշանակում է դեպի աջ գնալ։ Երբ որ ասում ենք առաջ գնալ, մարդիկ գնում են ուղիղ։ Որ արշավականներ լինեն, ասենք առաջ գնացեք, եթե ճիշտ հասկանան, պիտի ուղիղ չգնան, պիտի աջ գնան։ Առաջնորդն էլ ուղիղ տանողը չի։ Ուղիղն ավելի պակաս է, քան աջ, որտեղ աջ բառը հաջողության արմատն է։ Առաջնորդը
ճիշտ պահին դեպի անդունդը գնացողներին աչ է տանում, որ չընկնեն անդունդը։ Իսկ եթե հարցնեն երբ են հայերը նման շրջադարձային բան արել, ես հիմա մի ֆիլմի վրա եմ աշխատում, այդ AI-ով ինքս եմ սարքում, Խաչ պատերազմին է կոչվում, հայոց սրբազան զորանշանը, բայց քանի որ AI-ի մեջ պրոֆեսիոնալ չէ, անում եմ տեքստը կա, ձայնը կա եւ այլն, հուսամ որ մայիսին կներկայացնեմ մարդկանց, այդտեղից մի բան այսպես էքսկլյուզիվ ներկայացնեմ։ Ուրեմն եթե չլիներ հայերի քրիստոնեության ընդունումը, ողջ քրիստոնեական աշխարհում խորհրդանիշը լինելու էր ձուկը, որը վաղ քրիստոնյաների կրոնական խորհրդանիշն է։ Բայց քանի որ ձուկը ջրային տարերքի խորհրդանիշ է, իսկ Հայաստանում միայն արևային խորհրդանիշը կարող էր դառնալ նոր ուսմունքի կրոնի նշանը, այստեղ քրմերի միջոցով, ովքեր անցել էին արդեն եկեղեցում ծառայության, արև խաչը, հավասարատև խաչը, որը հնագույն բաների վրա տեսնում ենք, եւ հավերժության խորհրդանիշը դառնում են նոր ուսմունքի խորհրդանիշ։ Մեզանով է պայմանավորված դա։ Բայց հայկական լեռնաշխարհում ձկի քանդակներ, ձկի Չենք ասֆալտացություն ընդունել։ լիքն է եղել, միջև հիմա կա։ Չէ, այդ Ժայռերի մեջ կա։ վիշապներն են, այդ ուրիշ բան է, բայց եթե մենք ասում ենք այս Մարգարեն Աստծո որդին այս ուսուցիչը բերում է արևային ուսմունք, արևի Ավելի զարմ է, ինքը պիտի արևի խորհրդանիշ լինի, գրի։ Վիշապը ձուկը ջրային տարերքի պահապաններ են։ Մենք չենք կարող արևային լինելով բարձրագույն արև է, չեմ ասում ջուրը մերժում ենք ձուկը, բայց եթե դա պիտի լիներ դոմինանտ գերակա ուսմունք, պետք է ջրի մեջ մկրտեին երեխեքին, դա արև դրա համար ասում է ջրով ու հրով, որ այսօր մենակ ջուրն է մնացել։ Մենք մոն վառելով է, չէ՞ ուղեկցվում այդ հավատքի գործընթացը։ բարձր լավ, քանի որ մենք արդեն բավականին երկար ժամանակ ազրեցում ենք, ես վստահ եմ դու ես մտածել այդ հարցի վերաբերյալ կարճ հակիրճ բանաձևեր մոտավորապես աֆորիզմին մոտիկ իրանց ֆորմատով բանաձևեր, որ մենք կարող ենք որպես ուղենիշ տալ հետաքրքրված բանական մարդուն ավելի վստահ գնալու առաջ եւ ավելի համոզմունքով գնալու առաջ եւ որպես ուղենիշ որի մոտ վստահություն եւ լավատեսություն առաջացնի ես այտենց ուղենիշեր կա կոմոդ մտածել ես նման բաների մասին բանաձև ինչ կտաս դու Ճիշտն ասած, ինձ համար շատ հոգեհարազատ է, թող որևէ քաղաքական բանով ենթատեքստով չընկալվի, բայց շատ մեզ օդի պես կարևոր է հետևյալ բանաձևը. գործը ծնում է ուժ, ուժը ծնում է իրավունք։ Եթե մենք խորապես հասկանանք, որ գործը, չէ՞ որ մեր մեծն ասում էր գործն է անմահ, լավ իմացեք, այսինքն դա ընդունեցինք, գործ։ Եթե գործը արվել է, այստեղից բացում է, որ գործը չի լինի անել կիսատ, պռատ, անունը դնել նորմալ, փինաչու պես, ծնեց ուժ։ ասում են գործն է մարդուն կապիկից վերածել մարդու Այո, այո, այո։ Դրա հակառակն էլ Գյուրջիևն է ասում, Վարդան ջան, ասում է կապիկն առաջացել է մարդուց։ որ անգործ մարդ Այո, այն մարդիկ, ովքեր սկսել են ամեն ինչ գլխարად անել, իրենցից էլ կապիկներ են առաջացել, Գյուրջիևի մոտեցումն է։ Հիմա գործը այս երկկողմանի ճանապարհ է կարող ես մարդ գդառնալ կարող ես մարդուց վերածել կապիկ այո, եւ հայերեն հրաշալի բառ ունենք երկու՝ անաստամարդ եւ աստվածամարդ։ Մեր մեջ դրված է աստվածամարդու սերմը։ Եթե մենք այդ սերմը մսխենք, մենք բոլորս կդառնանք անաստամարդ։ Բանաձևն է, գործը ծնում է ուժ։ Իսկ գիտենք, որ առանց ուժ ոչ խաղաղություն կա, ոչ արժանապատիվ կա։ Ուժն էլ ծնում է իրավունք, սա էլ մեր նժդեից, այսինքն այստեղ հեծանի պետք չի հայտնագործել։ Սրա մեջ կա կամք, սրա մեջ կա արդարություն, սրա մեջ կա գիտակցվածություն, այսինքն բանականություն։ Այս ուղերձ գործողություն Այո, դուք չեք սպասում, չէ, հովանավոր լինի, աջակից լինի, հազար հոգի ասի, Վարդան ջան ապրեք, դուք գործ եք անում։ Այսօր որ հնարավորություն եք տվել, զրուցում ենք իրար հետ, այսինքն ձեր լսարանը կլսի այն ամեն ինչ միասին զրուցեցինք, վաղը մի ուրիշ զրույց կլինի, որը էլի բացահայտում է, ծանոթացնում է, նպաստ է բերում ինչ որ կարևոր գործի, սա գործ է։
Երբ որ մեկը գիրք է հրատարակում, դա գործ է, բայց երբ որ մեկը մենակ բան է անում, բողոքում է, դժգոհում է, քննադատում է եւ ինքն էլ իրականում հանդիսանում է այդ դժգոհության ծնունդ տվող պատճառներից մեկը, ավելի շատ դառնում են քաղցկեղի մեր օրինակի բջիջներից մեկը ցավոք սրտի։ Ինչերից ավելացնեմ ստե նաև, որ գործը մարդուն հանում է հուսահատությունից։ Ինքը նաև ամենաուժեղ անտիդեպրեսանտն է։ Ովքեր այսօրվա դեպրեսիայի մեջ են, հուսահատության մեջ են, գործը իրենց կօգնի դուրս գալ այդ ընկճախտից։ Ուզելով պետք է անել 5 րոպե ինչ որ բան, որ ասում են ապիցիտ приходит во время еды, ախորժակն ուտելիս է գալի, գործը այդպիսի հրաշք զորություն ունի։ Չուզելով սկսի քիչ արա, փոքր արա եւ այդ հուսահատությունը կանցնի։ Իսկ հուսահատությունը, Վարդան ջան, անգամ Ֆաուստի պատմության մեջ սատանայի Մեֆիստոֆելի ուղարկած միակ գործուն սուրհանդակն էր, որ կարողացավ տապալել Ֆաուստին։ Մինչև այդ ուղարկեց աղքատություն, պարտություն, տառապանք, ցավ, հիվանդություն չէր հանձնվում այդ մարդը։ Հենց հուսահատությունը սողոց քեզ դռնից ներս, վերջ։ Մուհամեդը էլի իմաստուն մարդ է եղել, մարգարե, ասում էր, որ ունինյա, այսինքն հուսահատությունը, ամենաատելի մեղքն է Աստծո աչքերում։ Քրիստոնեության մեջ էլ կա հուսահատությունը մեր կա։ Այո, բայց որ խորանում ենք մեծագույն մեղքն է, որտեղ հուսահատվել նշանակում է հանձնվել։ Եթե հանձնվեցիր, ոչ քո թուլությունների դեմ կպայքարես, ոչ էլ դրսի թույլ բաների, թուլությունների։ Հանձնվեցիր, Աստվածաբանական տեսակետից հուսահատությունը նաև նշանակում է դու դատadum ես վստահել Աստծուն ու հավատալ։ վերջացավ։ Այո, դրա համար է ամենամահացուն։ Եթե դու հուսահատվել ես, լավ, հույսդ քո վրա չես դնում, մի դիր, գոնե բարձրալի վրա հույսդ դիր։ Եթե չէ, ուրեմն վերջ։ Դու արդեն հոգիդ վաճառել ես։ Դու արդեն տեր չես կանում քեզ, եթե դու տեր չես կանում քեզ, անպայման կգտնվեն նոր տերեր, որոնք տեր կկանեն։ Եվ ամենացավալին, որ այսօր փորձում են հայ մարդուն հուսահատեցնել։ Ուրեմն ասեմ, որ փառք Աստծո, կան գործիչներ, կան մարդիկ, մտավորական կլինի, արվեստագետ կլինի, գործիչ, որոնք չեն թույլ տալիս եւ երբևէ չեն թույլ տալու, որ հայ մարդը հուսահատվի։ Այո, շնորհակալություն Այգ ջան, ավելացնելու բան կա։ Ես եմ շնորհակալ, ձեր առողջությունը, Վարդան ջան, առողջ լինեք, շարունակեք այս գործը, այն ինչի առողջությունը մտաբերեցի, այդ մատի պատմությունը տպավորվեց մոտս, շարից փորձանքից հեռու եւ անպայման մի բան խնդրեմ, որպես ավելացում, մենք ունենում ենք 40-ից 50% մարդիկ ընտրական իրավունք ունեցող, ովքեր չեն գնում ընտրությունների։ Բայց գնալը գոնե ցույց է տալիս, որ քեզ համար մի հաշիվ չի այս երկրի վաղվա օրը։ Դուք ախր գիտեք, որ ընտրությունը ցավոք սրտի այդ համակարգն է դեռ որոշում երկրի պետական համակարգը։ Ուրեմն կոչ անեք դուք էլ ձեր հաղորդումների զրույցների ժամանակ, որ մարդիկ գնան ընտրությունների, չեք ուզում որևէ մեկին ընտրեք, լավ ձև ասեմ, Արարատ սարը նկարեք թերթիկի վրա, իհարկե դառնալու է անվավեր, բայց դա կլինի ձեր կամարտահայտումը, բայց կլինի, որ ոչ թե 50%-ը թքած է ունեցել պետական ընտրությունների վրա, այլ մասնակցել է։ Ես էլ ուզում եմ այս ձերից պատմության միջև վերջը պատմել, որտեղ ես կիսատ պատմեցի էլի։ Այդ հետո երբ որ ասեցի դու ես ինչ օմոտ չի ալա, մտ քեզ նայ էլի, բայց երեխեքի ինչ անեին։ Ես այդ մտքով եկա տուն արդեն կապած գիպսի մեջ, մի խոսքով եկա մտա փոխեցի ամբողջովին ալոնոց շորես, միացեցի կոմպյուտերը եւ հետո ձայնագրեցի հերթական հաղորդումը։ Նույնիսկ ես այդ բանից ես իմ այդ ընկճվածությունից ցավին չդիմանալուց ոչ միայն ամաչեցի, ես այդ վիճակով եկա տուն, արյունած շորերը ամբողջովին փոխեցի, լվացի, միացեցի կոմպյուտերը եւ արեցի այդ օրվա իմ հերթական հաղորդումը եւ ձերս, բայց մարդիկա նկատել էին, որովհետեւ փակ էստեղ չերևս անենց էի նստել, ոչ երևա, որ անկախ չզգացվում դեռ տկարություն կա էլի որովհետեւ ես ասել եմ այդ թշնամիները մեր իրանց ծոտորակը կտեսնեն, բայց մեր հանձնվելը չեն տեսնի։ Սա էլ այդ մասը։ Այո։ Շնորհակալություն Այգ ջան, մեզ բոլորին
ողջամտություն, խոհեմություն, մի խոսքով արժանին լինենք այն ժառանգությանը, որ մենք ստացել ենք անկախ մեզանից, ուղղակի հայ ծնվելով։ Ես կարծում եմ, որ ես ոչ մի բան չեմ արել դրա համար, ես ուղղակի ծնվել եմ հայ, ու այդ ամեն ինչը նվեր եմ ստացել, եւ ես մտածում եմ, որ պետքա արժանանալ ամբողջ կյանքով նրան, ինչ որ մենք ստացել ենք անվճար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հա, ես չեմ մոռանա լինքը տուր, որ ես դրեմ հաղորդման հետ։ Այո, կուղարկեմ, գիրքն էլ ես չեմ մոռանա։ Վարդան ջան, ես էլ եմ շնորհակալ։ Հացն ու գինին տեր կենթանին։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Հաջողություն։